Բարի երեկո, շատ սիրելի YouTube-յան հետևորդներ։ Ուզում եմ սկսել շնորհակալությամբ, որ հետևում եք Նազենի live podcast-ին եւ ձեր աջակցությամբ այնպես է կանում, որ մենք ամեն անգամ անխափան դուրս գանք եթեր, ուղիղ եթեր։ Այսօր հարգելի բացառություն է, մենք ուղիղ եթերում չենք, որովհետեւ այն բժիշկը, որին խնդրել աղաչել, պաղատել զորով վերել ենք եթեր, որովհետև եւ համեստ է եւ շատ չափազանց զբաղված, այդ բժիշկը այս թռիչքների ընթացքում հազիվ կարողացել է գտնել այն մեկ օրը, որով մենք նրան բերման ենք ենթարկել մեր ստուդիա եւ ես շատ շնորհակալ եմ, որովհետեւ այսօր կարեւոր առողջական, առողջարարական ու բոլոր ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններով լի եթեր ենք ունենալու։ Նախքան իմ հարգարժան հյուրին ներկայացնելը, ուզում եմ ասել շնորհակալություն Spin Ideas Agency-ին, որովհետև Spin Ideas Agency-ն ապահովում է մեզ համար այս live podcast-ի բոլոր հնարավոր հեռարձակումները, նկարահանումները, ուղիղ եթերները եւ եթե տեղյակ չեք, ասեմ, որ ունեն ավելի քան 20 տաղավար, որոնք ապահովում են եւ պրոֆեսիոնալ նկարահանում եւ դրա հետ կապված բոլոր հարցերն են լուծում եւ մանավանդ կարող են օգնել ձեզ առաջխաղացման համար։ Այստեղ կարող են օգնել նաեւ ձեզ զարգացնելու ձեր ալիքը եւ առաջարկում եմ պարզապես դիմել Spin Ideas Agency-ին, հենց նրանց YouTube մարքեթինգի եւ պրոդյուսինգի բաժիններին, որոնց մասնագետները ձեզ կօգնեն բոլոր հարցերով, զանգահարեք տվյալ հեռախոսահամարներով եւ ռիսկով արեք նոր հետաքրքիր բովանդակային գործեր։ Իսկ ես ուզում եմ ասել բարի երեկո իմ հարգարժան հյուրին։ Այսօրվա իմ հյուրն է դիմածնոտային վիրաբույժ, կուզեի ասել համաշխարհային հայտնի, բայց Հայաստանում որ հաստատ չափազանց հայտնի։ Դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի բժշկական համալսարանի դիմածնոտային ամբիոնի դասախոս, արդեն Արարի էսթետիկ բժշկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն, պարոն Ռաֆիկ Շահ-Պարոնյանը։ Բարի օր։ Բարև ձեզ։ Բարով եք եկել, դոկտոր ջան։ Ողջունում եմ համ ձեզ, համ մեր հանդիսատեսին, եթե կարելի է այդպես ասել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել հրավերի համար, նման հարթակում եւ ձեր կողմից հրավեր ստանալը դա մի մոմենտ համ մեծ պատիվ է, համ պարտավորեցնող։ Ես կփորձեմ կառուցողական լինել եւ մաքսիմալ անկեղծ պատասխանել բոլոր հարցերին, քանզի կարծում եմ, որ այդ հարցերը բոլորին են հետաքրքիր եւ նման հանդիպումները արդիական են թե մեր գոլեգաների, թե մեր բուժառուների եւ ընդհանրապես բոլորի համար փորձենք կառուցողական եւ մաքսիմալ անկեղծ լինել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, բժիշկ ջան, դուք իսկապես գիտեմ շատ ամաչկոտ եք, բայց վիրահատելիս արխային այդ զուգահեռը տալիս եք կտրվածքը տալիս եք լանցետով, կասեք խնդրում եմ, դիմածնոտային բժշկի պարտականությունների մեջ ինչ է մտնում։ Եվ արդյոք դրանում կա նաև պլաստիկ վիրաբույժի գործոնը։ Շատ հետաքրքիր հարց է, որը Հայաստանում արդիական է եւ արդեն մեր ասոցիացիայի եւ մեր առողջապահության նախարարության միահամուռ ջանքերով կարողացել ենք սահմաններ գծել։ Ես ինքս հանդիսանում եմ Հայաստանի դիմածնոտային վիրաբույժների ասոցիացիայի կոմիտեի անդամ, ղեկավարը պրոֆեսոր Աննա Յուրինա Պողոսյանն է, եւ մենք փորձել ենք վերջերս մոտ մի կես տարի շուրջ արդեն սահմանագծենք դիմածնոտային վիրաբուժության հստակ կետերը, թե ինչ պետք է եւ ինչ կարող է անել դիմածնոտային վիրաբույժը։ Օրինակ, ինչ պետք է անի։ Դա իր մեջ մեծ պրոֆիլ է իրականում եւ իր մեջ ներառում է բազմաթիվ նոզոլոգիաներ, թե փորփոկային, թե կոտրվածքներ, թե հետ տրավմատիկ վիրահատություններ ու միջամտություններ, ինչու՞ չէ օնկոլոգիա, նաեւ դեմքի շրջանի պլաստիկ եւ էսթետիկ միջամտություններ։ Չպետք է առանձնացնենք նաև համահունչ քայլող բերանի խոռոչի վիրաբուժությունը, այսինքն վիրաբույժ ստոմատոլոգներին, ովքեր նույնպես զբաղվում են դիմածնոտային վիրաբուժությամբ Հայաստանում, մեր արած ուրվագծերը թույլ են տալիս դիմածնոտային վիրաբույժներին մինչև այս ոլորտը մտնելը արդեն իսկ իմանալ ինչ կարող են իրենք անել։ Իսկ ոլորտում աշխատող մասնագետներին թույլ է տալիս այս դարում կարողանալ պատասխանատվությունը եւ պարտականությունները իրարից առանձնացնել։
Ինձ դուր է գալիս ձեր ասածը, դոկտոր ջան, խոսքը պատասխանատվությունն ու պարտականությունն է եւ ասեմ ինչու։ Մենք օրինակ մի բառով մենք հասարակ բուժառուները ապագա եւ մարդիկ ասում ենք պլաստիկ քիրուրգ, մի բառով, պլաստիկ վիրաբույժ, բայց ինձ համար միշտ հետաքրքիր է ինչպես կարող է օրինակ դեմքի ընդհանուր ձգման մասնագետը քթի վիրահատող մասնագետը եւ ծնոտի վիրահատող մասնագետը, որը էլի պլաստիկայի հետ կապ ունի, լինել ընդհանուր պլաստիկ քիրուրգ։ Չէ՞։ Տեսեք, ուղղակի ձեր պատկերացումները այս մասնագիտության մասին մի քիչ լղոզված են։ Իրականում մեզանից ոչ մեկս չի զարմանում, որ ընդհանուր վիրաբույժը կարող է կատարել լեղապարկի վիրահատություն եւ բացի դրանից օրինակի համար աբդոմինոպլաստիկա, բայց նա իրավունք ունի դա անելու, որովհետեւ դա իր զոնան է։ Ի պաշտոնե ունի իրավունքը։ Եվ ի պաշտոնե, եւ ի գիտելիքներով, եւ իր գործառույթների մեջ դա մտնում է։ Մյուս հարցը այն է, որ ժամանակակից բժշկությունը թելադրում է իր նախապայմանները։ Այսինքն ժամանակակից բժշկությունը ավելի դարձել է նեղ մասնագիտական, այսինքն նույն ինքը դիմացնոտային վիրաբույժը ընտրում է այն նեղ ճյուղերը, որոնցում ինքը ավելի մասնագիտացված է։ Դե դրա համար է Բայց պետք է բազային գիտելիքներ լինեն հիմնավոր, սկսած անատոմիայից, վերջացրած հենց շրջանի բազային գիտելիքներից, որոնք արդեն թույլ կտան ստանդարտից դուրս դեպքերում տիրապետել սիտուացիային։ Ստանդարտ վիրահատությունները, ստանդարտ միջամտություններ կատարելը դա խոսում է բժշկի փորձի մասին։ Ստանդարտից դուրսը դա արդեն խոսում է բժշկի գիտելիքների, բժշկի հմտությունների, ռիսկային իրավիճակներում որոշում կայացնելու մասին։ Այդ հմտությունները բոլոր բժիշկները պետք է ունենան անկախ իրենց մասնագիտացումից։ Ցավոք սրտի պատերազմի օրերին մենք նկատեցինք մի շարք նման դեպքեր, երբ որ այդ հմտությունները, բազային գիտելիքները, բազային հմտությունները պետք է կան։ Եվ հպարտությամբ կարող եմ նշել, որ մեր թիմը պատշաճ կերպով կատարել է ոչ միայն դիմացնոտային ուղղվածության միջամտություններ, այլ հենց բազային վիրաբուժական, բազային ռեանիմացիոն միջամտություններ, որոնց վերաբերյալ մենք ուսուցումը ստացել ենք շատ վաղուց։ Որն է բազային վիրահատությունը, դոկտոր։ Գոյություն ունի հասկացողություն առաջնային վիրաբուժական մշակում։ Օրինակ, հիվանդը ունի ինչ-որ արյունահոսող վերք եւ պետք է այդ արյունահոսող վերքի խնդիրը, այսինքն արյունահոսությունը դադարեցնել։ Պարանոցի արյունահոսությունը դա չի մտնում տրավմատոլոգիայի մեջ, բայց յուրաքանչյուր տրավմատոլոգ տիրապետում է, վստահ եմ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության բժշկական այդ բազան բավականին զարգացած է։ Պատվով կարող եմ նշել, որ մեր հերացին տալիս է շատ լավ գիտելիքներ, հետ բուհական կրթությունը նույնպես բարձր մակարդակի վրա է եւ մենք պատշաճ կերպով այդ ամեն ինչը տիրապետում ենք։ Բժիշկ ջան, առաջ վստահ այդպիսի լավ որակապես իսկապես հիանալի կրթությամբ մասնագետներ էին ավարտում բժշկական համալսարանը, բայց վերջին этаպում ընդհանուր առմամբ սկսվել է այդ կասկածը, սկեպտիցիզմը, որ արդյոք այս նոր սերունդը լավ բժշկական գիտելիքներով է ավարտում, բա որ այս մեծ սերունդը արդեն էլ չլինի, մենք ում ենք դիմելու բժշկին, մենք այս ջահելներին իրանց AI-ներով չենք վստահի, որ նկարը դնում են ու որոշում են թե ինչ դիագնոզ է։ Մի քիչ վախենալու բաներ կան, չէ՞, բայց ամեն դեպքում Ես կփորձեմ զուսպ լինել նման հայտարարություններին, քանի որ ինչպես նշեցիք, ինքս էլ զբաղվում եմ նաև դասախոսական պրակտիկայով, ուղղակի կնշեմ, որ էլի դա դարի խնդիրն է։ Եվ մարտեակը ըստ ինձ միշտ ցկտում է հեշտին։ Եվ շատ դժվար է իմանալով, որ հեշտությամբ կարելի է ինչ-որ մի հատ նկար գցելով ստանալ մակերեսային պատասխան, գնալ ու խորանալ ավելի խորը գիտելիքներ ձեռք բերելու։ Կնշեմ զուտ այն հանգամանքը, որ մեր ուսանողներից մեր թիմում տարբեր տարիների ուսանողներից միշտ համալրող բժիշկներ եղել են ու հուսամ, որ կլինեն։ Իհարկե դա գնալով կարող է տատանվի այդ տոկոսը, թե որ տարվա շրջանավարտներից քանի հոգի ավելի խորացված կզբաղվի բժշկությունով, բայց ըստ ինձ դա բոլոր ոլորտներում էլ այդպես է։ Դոկտոր, դուք հիմա խոսում եք ու շատ մանրակրկիտ պատմում ու բացատրում եք ամեն ինչ, բայց ես նաև տեսնում եմ այդ վախը եթերի նկատմամբ։ Բայց դուք այն մարդն եք, որը
տեսել է եւ տեսնում է ջարդված կիսաջարդ դեմքեր, գոյություն չունեցող ծնոտները վերականգնում, 4-րդային, 5-րդային քթի վիրահատություն է անում, երբ որ բան չկա հավաքելու, չգիտեմ ինչից, ինչ եք հավաքում։ Եվ գտեք բժշկի Instagram-ը, նայեք, այնտեղ իհարկե ավելի թեթև դեպքերն են, բայց այդ հիացնում է։ Ինձ կասեք, խնդրում եմ, ինչպես են բժիշկները հաղթահարում իրենց վախը այդ վիրահատական ծանր, ինձ համար շատ ծանր իրականության մեջ։ Շնորհակալություն իհարկե գնահատականի համար, դա իր տեղը ունի։ Դուք հիացնում եք ձեր մասնագիտության մեջ, դուք բժիշկները եւ դուք մասնավորապես։ Շնորհակալ եմ։ Ես միշտ ինքս ինձ միշտ բռնել եմ այն մտքի վրա, որ դա դառնում է մեր համար ռուտին եւ մեր աշխատանքը դառնում է առօրյա։ Ինչպես ձեր համար։ Ձեր աշխատանքը բավականին դժվար է մեր կողմից պատկերացնել, մերը ձեր կողմից։ Երևի կարելի է սահմանել արտահայտություն, որ հեշտը դա ուրիշի արված աշխատանքն է։ Եվ նույնը կարելի է ասել հակառակ տեսանկյունից, որ դժվարը դա, երբ որ դու հասկանում ես աշխատանքի բարդությունը, բայց չես խորացված, դու պատկերացնում ես, որ դա դժվար է։ Ինչքան շատ մենք հասկանում ենք բժշկությունից, ես ինքս իմ մասին կարող եմ ասել եւ մեծ ինչ-որ արտահայտություններ չասեմ ընդհանուր, բայց համենայն դեպս իմ կարիերայի ու պրակտիկայի ընթացքում ինչքան ավելին ես անում եմ, այդքան ավելի սարսափում եմ իմ նախկինում արածից։ Անկեղծ, դա կարող է իրականում ծիծաղելի թվա, բայց երբ որ ես հիմա հիշում եմ, թե ես ինչ եմ արել ու ինչ ռիսկով ես դա արել եմ, որովհետև ես իմ մեջքի հետևում զգացել եմ ավելի հմուտ մասնագետներ, ովքեր ինձ ասել են, որ մենք ստեղ ենք, եւ ես դա զգացել եմ, դա դատարկ խոսքեր չեն եղել, ինձ բախտ է վիճակվել ունենալ շատ լավ ուսուցիչներ, որոնք իմ կողքին են եղել միշտ։ Ես փորձում եմ լինել հիմա նույնը, բայց երբ որ ես պատկերացնում եմ, թե ինչեր եմ ես արել, հիմա ավելի խորացված հասկանալով հնարավոր խնդիրները, որոնք կառավարվող չեն, մենք չենք խոսում կառավարվող ռիսկերի մասին, մենք չենք խոսում ղեկավարվող, այդ ամենը զրոյի կարելի է հասցնել ճիշտ գրագետ նախապատրաստությամբ, թե ինքներս մեզ, թե բուժառուին, թե ընդհանուր միջամտությունը, բայց գոյություն ունեն բժշկության մեջ չկառավարվող ռիսկեր, որոնք ցավոք սրտի մեզանից կախված չեն, որոնց մենք կարող ենք հանդիպել թե որպես բժիշկ, թե որպես բուժառու, եւ որոնք սկսնակ բժիշկի համար կարող է լինեն կարիերայի ավարտ։ Վաու։ Դա կարող է լինել կարիերայի ավարտ թե ինքնին որպես հոգեբանորեն բարիեր, որը կարող է առաջանալ մարդու մեջ ինչ-որ խնդիր ստանալուց, անկախ նրանից, որ դա գրքային նկարագրված խնդիր է։ Եվ դա կարող է լինել ինչ-որ իրավաբանական կամ մեր մենտալիտետի հետ կապված խնդիր, որը կարող է առաջանալ բժշկին իր կարիերայի սկզբում։ Իհարկե հետագայում էլ, բայց սկզբից շատ ավելի հաճախ ու շատ ավելի ցայտուն։ Այսինքն միայն իր վիրահատական հմտություններն ու իր բժշկական գիտելիքները չէ, որ դարձնում են նրան հաջողակ բժիշկ։ Իհարկե ոչ։ Վաու, ես ձեր էջն եմ գտել Ռաֆիկ _Շահպարոնյան։ Գտեք բժշկի Instagram-յան էջը, բաժանորդագրվեք, գրեք նրան ձեր հարցերը, ես վստահ եմ, որ ինչ-որ մի պահի այդ բազմազբաղ ընթացքին մի կերպ կգտնի ժամանակ ու այն շատ կարևոր հարցերին կպատասխանի։ Երդվում եմ, դուք նայեք ինչից ինչեր է ստանում, այդ ուղղակի զարմանալի է։ Իմ հյուրն է դիմացենոտային վիրաբույժ Ռաֆիկ Շահպարոնյանը, բժիշկը, որը նաև ստեղծել է նոր, վերջերս ունեցանք հնարավորություն լինելու բացմանը, Արարի Aesthetic բժշկական ինստիտուտ, ինչպես դուք ասում եք, յուրահատուկ կլինիկայի բացմանը, որը ունի կոնկրետ հստակ առաքելություն։ Կպատմեք ինչու որոշեցիք ստեղծել մասնավոր այդ կղզին, որտեղ որ բոլոր հնարավոր ուղղությունները ներառելու եք։ Օգտվելով առիթից ուզում եմ եւս մեկ անգամ ձեր շնորհակալություն հայտնեմ, որ դուք այդ օրը ձեր գեղեցկությամբ շատ ավելի գեղեցիկ ներկայացրեցիք մեր աշխատանքը։ Ես շատ շնորհակալ եմ, բայց ես ունեմ հեռահար հույսեր, դոկտոր, դուք ինձ հետո պետք է ձգեք ես որ ծերանը։ Դուք դրա կարիքը այս բային չունեք ու ես վստահ եմ, որ շատ երկար ժամանակ չեք ունենալու։ Դոկտոր ջան, ես ձեզ ցույց կտամ կոմենտները, լուրջ եմ ասում, ունեմ արդեն աստիճանաբար զգում, սիրտս էլ է կախվել, դեմքս էլ է մանից կախվում։ Գեղեցկությունը սուբյեկտիվ է եւ այն գեղեցկությունը, որը
10 հոգու համար գեղեցկության էտալոն է, կարող է 2-ի համար լինել տգեղության ինչ-որ նշույլ։ Դոկտոր, հայ ժողովուրդը չի սխալվում։ Եթե ասում են, որ դու գեշ ես ու ծեր, ուրեմն մի բան գիտեն, ուրեմն ես պիտի սխալվեմ։ Մեր հայ ժողովուրդը ցավոք սրտի ունեն նաև մեկ այլ բնավորության գիծ, որը թույլ տվեք ինձ ուղիղ եթերում էլ չասեմ, բայց այդ որ մեկը խոսքը գնում է նախանձության եւ դրա տարբեր բնութագրերի մասին։ Խափում է էլի։ Եկեք իմ հետ զրուցելուց համանապակվենք գեղեցկության իմ պատկերացման մասին, որ ես ասում եմ դուք դրա կարիքը չունեք։ Վերադառնալով հարցին ասեմ, որ Արարին մեր մտքերում եղել է շատ վաղուց։ Արարի մասին մենք մտածել ենք դեռ 5-ից 6 տարի առաջ, բայց ըստ ինձ ամեն ինչ լինում է, երբ որ պետք է լինի։ Քայլ առ քայլ Արարին ստեղծվել է ինչ-որ զուգադիպությունների, ինչ-որ պատահականությունների հիմունքով, որը իրար հետ միավորվելով բերել է այդ պրոյեկտի ստեղծմանը, գաղափարի ստեղծմանը։ Ես շատ ուրախ եմ, որ այդ գաղափարի մեջ հիմնաքարային, անկյունակարային հանդիսացող թիմը Արարի միտքը ստեղծվելուց արդեն կար։ Այսինքն սկզբում դուք ունեիք թիմը, ընկերներ, գործընկերներ, գժական վիրաբույժներ, որոնցով դուք հասկացաք, որ պետք է ստեղծել հատուկ նախապայմաններով տեղ, որ այդ մարդիկ ազատորեն ստեղծագործեն։ Այո, մենք ունենք թիմ, ես չեմ ասում ես, մենք ունենք թիմ, որը ունի ընդհանուր տեսլական, ընդհանուր պատկերացում, ընդհանուր ճանապարհ։ Եվ այդ ճանապարհը ոչ միայն բժշկության մասին է, այդ ճանապարհը բժշկության մեջ մարդկության մասին է, այդ ճանապարհը բժշկություն, գիտելիք, մարդկություն, այդ ամեն ինչի միավորի մասին է։ Եվ երբ որ կա այդ թիմը, այն մարդիկ, ովքեր իրար ուսի նույն կերպ են պատկերացնում այդ ռազմավարական նշանակության ուղղությունները, մնում է միայն շենքային պայմաններ, մնում են լոգիստիկ հարցեր, մնում են տնտեսական հարցեր։ Ամենածանրը բայց էդ էր։ Հավատացած եղեք ոչ։ Հավատացած եղեք, որ այսօրվա կյանքում գտնել ներդրող, գտնել ինվեստոր, գտնել տարածք շատ ավելի հեշտ է, քան ունենալով այդ ամենը գտնել թիմ, ով որ կաշխատացնի։ Հա, այդ հաստատ, այսինքն մեկը ես գալու եմ վիրաբույժի մոտ, ոչ թե պատերի։ Այո։ Դա հաստատ։ Մենք մինչև պոդքասթը զրուցում էինք Լուսինեի հետ եւ մեր երկուսի կարծիքն էլ նույնն է այդ հարցում, որ գոյություն ունի երկու կոնտինգենտ բուժառուների, եթե մենք խոսում ենք պլաստիկայի ու էսթետիկայի մասին, որտեղ մենք ինքներս կարող ենք ընտրել մեր մասնագետին, գոյություն ունի երկու կոնտինգենտ, առաջի կոնտինգենտը դա այն մարդիկ են, ովքեր ցավոք սրտի ավելի շատ ուշադրություն են դարձնում գումարային խնդիրներին, որոնք այսօրվա դրությամբ կարևոր են, եւ երկրորդ կոնտինգենտը, ովքեր գնում են անվանական մասնագետի մոտ։ Մենք փորձել ենք նկատի ունեք հաշվի չեն առնում այդ մասնագետը որքան է վերցնում։ Ցավոք սրտի կան մարդիկ, ովքեր իրենց չեն կարող թույլ տալ այն մասնագետին, ում որ իրենք ուզում են։ Այդ կա։ Բայց կա ընդհանուր արժեքային համակարգ Հայաստանում, որը ենթադրենք պահում է սանդղակը քիչ թե շատ համաչափ։ Հուսամ կա։ Շատ կոպիտ ասած, ինչ որ մեկը չի կարող որոշել, մեկը քիթը վիրահատի ապրիորի 1 միլիոն դրամով, մյուսը 10 միլիոն։ Ցավոք սրտի կարող է։ Այսինքն մենք չունենք ոչ մի վերահսկում, սանդղակ։ Վերահսկողություն վստահ եմ ու ուրախ եմ, որ կա այդ ամեն ինչի օրինական լինելու վերաբերյալ։ Այսինքն ես չեմ քննարկում այն դեպքը, որ ինչ-որ մի մասնագետ այդ ամեն ինչը անի ոչ օրինական եղանակով։ Այսինքն ես չեմ կարող վիրահատել։ Բայց կարգավորող չկա այդ սանդղակը եւ դա այս պայծրությամբ ամբողջ աշխարհում է, Հայաստանում չէ միայն։ Դիմացնոտային վիրաբույժ Ռաֆիկ Շահպարոնյանն է իմ հյուրը եւ ես անընդհատ սա ասելու եմ, որ ովքեր նոր են միացել, իմանան եւ գրեն նաեւ իրենց հարցերը մեր YouTube-յան այս զրույցի ներքո ու նաեւ գրեք, որ երկրից եք նայում եւ ձեզ մոտ բժշկական ծառայություններից հեշտ եք օգտվում թե ոչ, թե հավաքում եք փողիկները եւ հետո գալիս եք Հայաստան ու համ ձեր կարոտն եք առնում երկրից, համ էլ մի քիչ ոնց որ բժշկական туриզմն եք զարգացնում այստեղ։ Դոկտոր, այն ժամանակ, երբ դուք երկար տարիներ աշխատել եք եւ դեռ կապերը շատ ջերմ են, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնի պլաստիկ
պլաստիկայի եւ դիմացնոտային բաժանմունքի ղեկավար եք որպես աշխատել, կասեք խնդրում եմ դրսից օտարազգիներ եւ հայեր որքանով էին գալիս, եւ ոնց են իմանում ընդհանրապես դրսի մարդիկ, մանավանդ օտարները, ինչ որակի բժշկություն մենք ունենք, որ բժշկին ընտրել։ Եվ արդյոք այդտեղ նաեւ դեր չի խաղում արժեքը։ Տեսեք, եւ էլի պատվով ասեմ, որ մեր Հայաստանի բժշկությունը ու ոչ միայն պլաստիկայի ոլորտում, մի շարք ոլորտներում պատշաճ ներկայանալի է արտերկրում։ Եվ մի շարք միջազգային կոնֆերանսներին մենք ներկայացնում ենք մեր մոտեցումները բժշկական ոլորտում տարբեր խնդիրներին, տարբեր վիրահատական եւ ոչ վիրահատական խնդիրներին։ Մեր մասնագետները վայելում են բավականին մեծ համբավ, ասեմ, որ կան նաեւ մեծ բանակ մասնագետների, ովքեր օտար երկրներում են ապրում եւ վիրահատում, բայց իրենք հայազգի են։ Եվ բարեբախտաբար նրանց մեջ կան մարդիկ, ովքեր կապը պահում են թե հայերի հետ, թե հայ բժիշկների, թե հայ բուժարուների հետ։ Այսօրվա միջազգային փոփոխությունները քաղաքական եւ աշխարհաքաղաքական թելադրում են ընթացքը բժշկության նաեւ բժշկական туриզմի նաեւ, որը կարելի է ասել, որ մեր օգտին է այս բանին։ Այսինքն կան երկրներ, որոնք այս բանին չեն կարող ընդունել Եվրոպայից բուժարուներ, նույն ինքը Ռուսաստանը, տարբեր աշխարհաքաղաքական խնդիրների պատճառով այդ բուժարուները եւ համապատասխանաբար նաեւ որոշ մասնագետներ ժամանում են Հայաստան։ Կան երկրներ, որոնք թեկուզ կարճաժամկետ խնդիրների նույն Դուբայի, նույն Իրանի, Իսրայելի խնդիրները թելադրեցին որոշ խոչընդոտներ եւ որոշ դրական փոփոխություններ Հայաստանի համար, Հայաստանի բժշկության համար։ Այսինքն, եթե մարդիկ պատերազմի պատճառով չեն կարող գնալ Դուբայի կամ որևէ այլ երկիր, այդ պահի դրությամբ, ապա գալիս են այստեղ, ու մենք դառնում ենք նաեւ բժշկական դա օգնում է մեր բժշկությանը այս պահի դրությամբ, որը կարող է ցավոք սրտի փոխվել, ինչպես եղավ 20 թվականի պատերազմական գործողություններից հետո, երբ որ մարդիկ ուղղակի վախենում էին գային Հայաստան եւ չեղարկում էին իրենց վաղեմի ամրագրած վիրահատությունները, այդ ամեն ինչը շատ արագ փոփոխվում է եւ բժշկական ոլորտն էլ, ես խոսում եմ պլաստիկայի եւ էսթետիկայի մասին, նամանավանդ մասնավոր սեկտորի մասին, պետք է կարողանա շատ արագ ինտեգրվի այդ փոփոխվող պայմաններին։ Եթե մենք կարողանանք արագ մենք ինքներս ինտեգրվել այդ փոփոխվող պայմաններին, մենք կարողանանք քաղել այդ ամեն ինչի պտուղները մեր կողմից դրական։ Դոկտոր, վերադառնանք դիմացնոտային վիրաբուժությանը։ Մենք հայերս ուշադրություն ենք դարձնում ամեն ինչի, երբ երեխան ծնվում է, մեծանում է, բալեսկեր, անկողինդ հավաքիր, լավագույն դեպքում հիմա մի քիչ խաղա, մեկ-մեկ խոսել ենք սովորեցնում, մեկ-մեկ մոռանում ենք, բայց երբեք ընդգծված ուշադիր չենք հենց ծնոտի կառուցվածքին, կծվածքին, նույնիսկ շնչառական վիճակին։ Ես մեկ-մեկ նայում եմ, երեխեքի մեծ մասը ֆսֆսալով են շնչում, բոլորը հիմնականում միջնապատի տարբեր խնդիրներով, խոռոչները լեցուն։ Հիմա մենք նաև մեր էկոլոգիան էլ է մեզ վրա ազդում, ոչ դրական։ Կասեք, խնդրում եմ, որքանով են մեզ մոտ գիտակից ձևով ծնողները մոտենում բժշկին ու դիմում իրենց երեխաների կամ հենց իրենց հարցերով, ու որոնք են ամենահաճախ հանդիպող հարցերը։ Շատ տեղին հարց էր ձեր հարցը եւ սկսեմ հետեւյալ կերպ դեռևս Լեոնարդո դա Վինչին նշում էր, որ չկա ավելի իդեալական եւ համահունչ աշխատող մեխանիզմ փոխկապակցված, քան մարդու օրգանիզմը։ Այո։ Մարդկանց մեծ մասը անգամ փոքր պատկերացում չունի, թե ինչքան կարող է ընդամենը մի շաբաթ քիտիկով չշնչող բալիկի մոտ խնդիրները դրանից առաջանան նույն ծնոտի զարգացման, գծվածքի, մենք չենք հասնում դեռևս սրտի։ Մենք խոսում ենք այն փոխկապակցված խնդիրները, որոնք պահանջում են բժշկական կրթվածություն։ Ես կարող եմ նշել, որ այս պայծրությամբ այդ բժշկական կրթվածությունը պացիենտների բուժարուների մոտ ավելի բարձր մակարդակի է, քան երեկ էր։ Եվ ամենօրյա ռեժիմով նույն ձեր ասած ինտերնետը, նույն ձեր ասած արհեստական բանականությունը խանգարելով էլ, բայց օգնում է նաև։ Մեր կենտրոնում, ես սա գովաստ չեմ անում, բայց ուզում եմ օրինակը բերեմ։ Մեր կենտրոնում մենք փորձել ենք հավաքագրենք այն նեղ մասնագետներին, որոնք առաջին հայացքից ընդհանրապես կապ կարող է չունենան պլաստիկայի հետ, բայց
նույն ինքը օրտոդոնտը, ով զբաղվում է ատամների կծվածքով, անբաժան ընկերն է այն պլաստիկ վիրաբույժի, ով զբաղվում է միջնապատի խնդիրների շտկումով։ Քանզի եթե մարդը հասել է սեռահասուն տարիքի եւ ունի միջնապատի վաղեմի խնդիր, միանշանակ նա ունի կծվածքի խնդիր եւ հակառակը։ Սեռահասունացումը անցած ծուր միջնապատով կծվածքներ դա կլինի էլի։ Շատ բժշկական հենց բառեր չօգտագործելով ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ պետք է մեր կենտրոնում մաշկաբանը նայի ոչ թե այն խնդիրները, որոնք էսթետիկ բնույթի խնդիրներ են, այլ այն խնդիրները, որոնք թաքնված են ենթամաշկային հյուսվածքում եւ կարող է հետագայում արտահայտվեն, երբ որ մենք անենք օրինակ կոսմետոլոգիական միջամտություններ դեմքի շրջանում։ Գժություն, օրինակ պտոզներ, բաներ, հա թե չէ։ Ենթամաշկային ճարպային բջջանքի խնդիրները առաջին հայացքից քողարկված կարող են գլուխ բարձրացնել պլաստիկ էսթետիկ միջամտությունների ընթացքում, նամանավանդ ինյեկցիոն։ Ես չեմ հիշում ձեզ ցույց տվեցի թե չէ, բայց մենք ունենք դիագնոստիկ կոսմետոլոգիական սարք, որը որ թույլ է տալիս կարճ ժամկետում գրագետ ցույց տալ բոլոր խնդիրները դեմքի շրջանում տարբեր շերտերում եւ դա անել ոչ թե ուղակի ենթադրելով եւ հիմք դնելով փորձի վրա, այլ փաստացի դիագնոստիկ հետազոտություն, որը ցույց է տալիս տարբեր շերտերում ինչ որ խնդիրներ, ինչպես ցույց կտա համակարգային շերտագրությունը, ոսկրային փոփոխությունները։ Կատեի նման։ Այո։ Ոնց է կոչվում այդ դիագնոստիկայի ապարատը։ Դիագնոստիկայի ապարատը կոչվում է օպատրա եւ ինքը ընդամենը 10 րոպեի ընթացքում ցույց է տալիս մաշկի տարբեր շերտերում, դեմքի տարբեր շրջաններում կնճիռների տեսակները, հոգնածության աստիճանը, դոզի աստիճանը, մինչ այդ ներարկված եւ կապսուլավորված նյութերը ներարկումային։ Այսինքն թեթև խայտարակ են լինելու բոլորը, որոնք կան խաբելու։ Այո։ Մի գնացեք այդտեղ, բայց ոնց որ ես կամ դոկտոր, այդ օպատրան ինձ շատ դուր եկավ։ Ու այդ օպատրան բարի դեմքով մեզ դիագնոստիկայով ասում է, որ օրինակ այս կնճիռները տխրության կնճիռներ չեն, չգիտեմ, վատ վիտամինային վիճակի կնճիռներ են։ Գրագետ մասնագետը վերցանելով այդ սարքի պատասխանը կարողանա ձեզ ճիշտ ուղղորդել, ճիշտ բուժման պլան կազմակերպել։ Գրագետ մասնագետը կոսմետոլոգն է։ Կոսմետոլոգը, մաշկաբանը, ինչու՞ չէ միկրովիրաբույժն ու պլաստիկ վիրաբույժը, այն նեղ մասնագետները, ովքեր կազմում են բուժման պլան։ Գժություն։ Դոկտոր, այսինքն ձեզ մոտ բոլոր մարդը, որ մտավ, անհնարին է մենք նրա մեջ չգտնենք խնդիր։ Բժշկությունը ժամանակակից ցույց է տալիս, որ պրակտիկ առողջ մարդ գոյություն չունի։ Գոյություն ունի պրակտիկապես վատ հետազոտված մարդ։ Այդ ես եմ։ Այդ ակնհայտ ես եմ։ Եկեք մի հատ հասկանանք էլի այդ շերտերի բան։ Ես շատ շերտավոր, բազմաշերտ մարդ եմ։ Վերջերս տեսա հիմա կատակ, բայց վերջերս աչքովս ընկավ մի աղջկա Instagram, բժշկուհի է, դրսերում է վիրահատում, շատ վախենալու բաներ անում։ Այն հին թվերի ներարկումները, շուրթերի, չգիտեմ ինչեր էին ներարկում, որ երբեք չի լուծում, որ մեռնում ես, այդ մնում է այդ շուրթը այդպես, ինչ որ sense վիրահատում էր շուրթի արտաքին կողմից ու մի տեսակ տեղային վիրահատություն էր լիդոկայինոտ, շատ վախենալու էր։ Հանում էր, կարում էր այդ կարերը, ուի։ Փորձեմ կրկին անգամ զուսպ արտահայտեմ։ Չէ, անզուսպ ասեք թող իմանա։ Դա իմ պատկերացրած թե բժշկական, թե մարդկային էթիկայի սահմաններից դուրս է։ Ես ուղղակի կնշեմ հետեւյալը։ Մասնագետի գնալուց մենք պետք է ընտրենք մասնագետին լիցենզավորված, մենք պետք է գնանք լիցենզավորված եւ ասեպտիկայի պայմաններին համապատասխան վայր եւ հետաքրքրվենք օգտագործվող նյութերի ծագումնաբանության ու դրանց ծերության վերաբերյալ։ Եթե մենք խոսենք խնդիրների մասին, էլի նշեմ, խնդիրներ չեն լինում միայն չաշխատող մարդկանց մոտ։ Ըստ ինձ գրագետ եւ լավ մասնագետը դա ոչ թե այն մասնագետն է, ով խնդիր չի ունենում, այլ դա այն մասնագետն է, ով այդ խնդիրները կարողանում է լուծել, ով չի առաջացնում կյանքի որակի վրա ազդող խնդիրներ, ով իր միջամտությունից առաջ ճիշտ պլանավորում է եւ հետ միջամտական ճիշտ վարում է։ Կան ցավոք սրտի չկառավարվող օղակներ, նշեմ կրկին, որ դա միայն Հայաստանի խնդիրը չի, դա հիմա միջազգային խնդիր է, որ կրթություն չունեցող մարդը
զբաղվում է ինչ-որ միջամտություններով։ Եվ լիքը կան նման բժշկական էսթետիկան արդեն խառնվել է հանկարծ չմտածեք, որ ես ինչ-որ ուզում եմ նսեմացնեմ, բայց մատնահարդարության հետ։ Մատնահարդարությունը դա լուրջ մասնագիտացում է, բայց դա կապ չունի բժշկական էսթետիկայի հետ։ Ես ուղղակի օրինակ բերեցի, դրա փոխարեն մենք կարող ենք ասել նույն ինչ-որ ուրոլոգ, որը կապ չունի ընդհանրապես բժշկական ներարկումի հետ դեմքի շրջանում։ Ես խոսում եմ նրա մասին, որ ես ինքս իրավունք չունեմ անելու ոչ մի տրավմատոլոգիական միջամտություն։ Ես դրա կրթությունը չունեմ։ Եվ եթե ամեն մեկը անի այն, ինչ ինքը տիրապետում է, խնդիրների քանակը կնվազի։ Հիմա մենք պետք է, ասենք, եթե ես գալիս եմ, բայց չեմ ուզում վիրահատվել, որովհետև իմ բժիշկն ասել է, որ ես իդեալական եմ։ Այո։ Ու ես էշեշ հավատացել եմ։ Հիմա ենթադրենք։ Դուք ունեք միայն այդ կոսմետոլոգիական, մաշկաբանական ու այս հետազոտական ծառայությունները ձեզ մոտ, որտեղ մասնագետները հստակ կարող են ասել, օրինակ, արդյոք ես ունեմ խնդիր թե ոչ, ու արդեն ըստ այդմ հասկանանք ընդհանրապես դիմել թե չէ։ Կամ մարդը գալիս է քթի վիրահատության, ուղղակի գալիս է, ասում սիրունիկ պուպուշիկ քիթիկ ունենա, որը չի կախվում տարիքի հետ, օրինակ, ինչպես իմը։ Վիրահատած քթերը չեն կախվում, չէ՞։ Բոլորն է կախվում են։ Հա։ Եթե դուք կարողանաք ծերացման process-ները կանգնեցնել, ապա քիթն էլ չի կախվի։ Վիրահատածը ավելի ամրացված է։ Ինչ որ sense քարացած են այդ վիրահատ։ Օրինակ sense բաներ չեն անում վիրահատած քթերը։ Չէ, անում են։ Չէ, չի գնում գալիս։ Կախված տեխնիկայից անում են մի քիչ ավելի շատ, մի քիչ ավելի քիչ, քանի որ վիրահատության ընթացքում մենք ամրացնում ենք այդ բոլոր հյուսվածքները, դա ինքը բերում է ավելի արհեստական կառուցվածքի, ինչ որտեղ չակերտավոր ամուր, ինչ որտեղ չակերտավոր քիչ շարժուն, բայց եթե դուք ուզում եք բնական արդյունք, ամենաբնական արդյունքը դա չվիրահատած օրգանն է, կապ չունի քթի մասին ենք խոսում, աչքի, թե շուրթերի, թե կրծքերի, թե որտեղ կրծքերն էլ են կանգնած մնում, այդպես չեն գնում գալիս։ Հետ վերադառնալով հարցի սկզբին ասեմ, որ ըստ ինձ լավ տեխնիկան առանց լավ մասնագետի եւ լավ մասնագետը առանց լավ տեխնիկայի կիսատ է։ Երկուսն է կիսատ են։ Պետք է լինի նաեւ կոլաբորացիա, եթե այդ բառով ասենք, մի քանի մասնագետների առանց հորմոնալ բալանսը ստուգելու գնալ ինչ որ միջամտության 40 անց մարդու մոտ սխալ է, որովհետև հորմոնները մեր օրգանիզմում որոշում են շատ տարբեր հարցերի ու խնդիրների թեկուզ արագությունը զարգացման։ Այդ ինչ լավ բան եք ասում, բժիշկ։ Այսինքն որոշակի տարիքն էլ կապ ունի, թե դու երբ դիմես կամ դիմես թե ոչ, որովհետև միանշանակ։ Իմ մեժումները հիմնականում դուք նշեցիք, ես ձեր տարիքը երիտասարդ տարիք է։ Ընդունեցի, բայց այն հորմոնալի պահը։ Հակառակ դեպքում ես էլ կնեղանամ, բայց տեսեք, հարցը հետևյալն է։ Դուք նշեցիք, որ մենք անում ենք մեր բուժկենտրոնում, ես ինքս եւ մեր մասնագետները բավականին դժվար միջամտություններ, դժվար кейսեր, որոնք դժվար են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի մակարդակով, մենք դրանք ներկայացնում ենք միջազգային կոնֆերանսներին եւ գլուխը բարձր պահած հետ ենք գալիս։ Դա չի հարցը։ Մեժումների մեծ մասը ինքս իմ այս պահի դրությամբ կապ ունեն երկու կրիտերիայի հետ։ Առաջինը դա տարիքն է բուժարուի, երկրորդը ոչ ռեալ սպասելիքները, որոնք երկուսը իրար հետ միահյուսված են գնում։ Այսինքն մեկը գա ասին Սարգսակ Անջելինա Ջոլի, դուք ասեք ոչ։ Կոպիտ, բայց այո, կոպիտ ասված այո։ Դա նշանակում է, որ 18 տարեկան աղջնակի մոտ, ով ցանկություն ունի Instagram-յան, Facebook-յան մեդիա տրենդների հետ կապված վիրահատի եւ փոխի իր արտաքինը, այս պայդրությամբ բժշկականորեն զարգացած ոսկրաաճառային համակարգը թույլ է տալիս գնալ ռինոպլաստիկայի։ Բայց իմ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ կարծիքով այդ տարիքի աղջնակի հոգեբանությունը եւ ճաշակ կոչեցյալը դեռևս զարգացած չէ։ Այսինքն այդ տարիքում կարող է անել միջամտությունը, հետո մեծանա, ափսոսա, փոշմանի 90% հավանականությամբ։ Եկեք հիշենք մենք ինքներս մեզ այն բոլոր, ես դա միշտ ասում եմ, մեր բոլորի շորերը,
մեր բոլորի լսած երգերը, Դե մեր մի քիչ նախապատվությունները ամոթ բաներ բոլորը փոխվում է ընթացքում։ Եթե հիմա մենք բացում ենք մեր նկարները ու նայում ենք 18 տարեկանում մենք ոնց ենք հագնվել, Խայտարակ ենք եղել մենք ծիծաղում ենք։ Դե Բայց քիթը պետքա լինի մի անգամ վիրահատվի, մինչև կյանքի վերջ։ Եթե հանում ենք տրավմաներ, ինչ որ այլ փոփոխություններ։ Դե հա։ Այդ տարիքում վիրահատությունը թելադրվում է ըստ ինձ հիմնականում սոցիումի, տրենդների եւ նման ինչ-որ բաների հետևանքով եւ դա արտարացված չէ։ Նու կարող է այդ երեխու մոտ ամեն դեպքում կա բարդույթ ու ծանր հոգեբանական տրավմա է պատճառում նրան իր շատ Հավատացած եղեք, կներեք, որ ընդհատեմ, հավատացած եղեք մոտավորապես 6-ից 8000 պլյուս քիթ վիրահատած մարդ որպես բժիշկ ասեմ, որ ես քիչ եմ հանդիպեն այնց քթեր, որ հոգեբանական ճիշտ աշխատանքի դեպքում բերում են հոգեբանական կոմպլեքսների։ Այսինքն միտքս հետեւյալ կերպ բացատրեմ, ոչ թե քննադատելով ու նախատելով, այլ եթե կարելի է խորհուրդ տալով որպես ծնող։ Իմ օրը իմ աղջիկների հետ սկսվում է նրանից, որ ես իրանց մի քանի անգամ կրկնում եմ, որ աշխարհի ամենասիրունը իրանք են, աշխարհի ամենախելացին իրանք են, եւ դա ես փորձում եմ իրենց ուղեղում դաջեմ։ Այդ դեպքում եթե իմ աղջիկը մեծ քիթ էլ ունենա, ինքը ամենասիրունն է։ Եթե ինքը լոշտակություն էլ ունենա, ինքը ամենասիրունն է իր համար։ Ու ինքը երբեք չի ունենա պահանջ պլաստիկ վիրահատության։ Ավելին ասեմ, շատ դեպքերում գնում անում են, նաև շատ գեղեցիկ է լինում ամեն ինչ, բայց իրենց ներսում այդ արքայադուստրը չի արթնանում, չի ձևավորվում։ Մեկը իրենց համարում են տգեղ կամ թերի կամ ոչ այդքան կատարյալ, իսկ կատարելություն չկա իբրև այդպեսին։ Այո։ Կարող է թվա, որ ես ինքս իմ այգի մեջ քար եմ նետում եւ իմ գոլեգաների, բայց ասենց ասեմ, ես կարծում եմ, որ պլաստիկ վիրահատությունները պետք է բերեն ներդաշնակության մարդու արտաքինի եւ ներքին աշխարհների միջև։ Միայն այդ դեպքում այդ վիրահատությունը կլինի հաջողված։ Երբ որ 55 ու պլյուս ոչ թե անձնագրային, այլ մաշկի տարիքով մարդը անձնագրային չէ, 10 տարի է մնացել։ Ցանկություն է հայտնում ստանալ շատ նշպլիկ քիթ, մենք էլի քթին անդրադառնանք, քանի որ դա այս պայդրությամբ Հայաստանում առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում պլաստիկ վիրահատությունների։ Անում եք թե չէ։ Այդ տարիքում իմ գոլեգաները եւ իմ թիմակիցները կփաստեն, որ ես սա դատարկ խոսքեր չեմ ասում, բուժառուներս էլ, ովքեր որ վստահ եմ մեծ մասը նայում են, նայելու են, կոմենտելու են, ես մերժում եմ այդ տարիքում վիրահատությունների, քթի վիրահատությունների մոտավորապես 80%-ը։ Դոկտոր ջան, ջայլ ժամանակ չեք անում, ծերանանք, գեշանանք չեք անում, երբ եք անելու։ Մենք չենք անում մինչև հոգեբանորեն մարդը պատրաստ լինի դրան, եւ չենք անում այն փուլից հետո, երբ որ մաշկը եւ օրգանիզմը արդեն պատրաստ չի այդ փոփոխություններին։ Բա պլաստիկ վիրահատությունները, ձգումները ո՞նց են անում 55+։ Դա այլ վիրահատություն է։ Ահա։ Կան տարբեր մոտեցումներ դեմքի երիտասարդացնող վիրահատություններին։ Նախ եւ առաջ եկեք շեշտենք, որ չնայած բժշկական ոլորտում նույն բժիշկների մոտ դա տարել է հիմա շատ տրենդային եւ արդիական, ինքը այդ վիրահատությունը համարվում է բավականին բարդ վիրահատություն, քանի որ ինչպես դուք նշեցիք, տարբեր անատոմիական զոնաներ միոմոմենտ բժշկի հսկողության եւ հմտությունների կարիք են պահանջում։ Այդ վիրահատությունները հիմնականում կատարվում են այն տարիքային խմբում, որոնք ունեն եւ կարող են ունենալ բազմաթիվ սոմատիկ խնդիրներ, այսինքն պահանջում է ճիշտ սելեկցիա հիվանդների, նախավիրահատական ճիշտ հետազոտություններ եւ ռիսկերի գնահատում։ Դա այն վիրահատություններ են, որոնք պահանջում են ճիշտ ժամանակային սահմանափակում ըստ ընդհանուր անզգացման, այսինքն տարիքային ձգումների մասին այո, չէ՞ խոսքը։ մենք խոսում ենք դեմքի երիտասարդացնող կոմպլեքս վիրահատությունների մասին։ Սոմատիկ խնդիրները նկատի ունեք, որ արդեն կլիմաքսային կամ նախակլիմաքսային этап է ու կարող են լինել նաև էմոցիոնալ, հորմոնալ։ Չէ, մենք խոսում ենք օրգան համակարգերի այն փոփոխությունների մասին, որոնք այդ տարիքային խմբում ավելի հավանական են։ Այսինքն երիտասարդ մարդու մոտ ունենալ սրտի խնդիրներ, թաքնված թե չթաքնված, ավելի քիչ հավանական է։ Ու իմի ասեք, հիմիկվա ջահելները հիվանդոտ են։ Գոյություն ունի ստատիստիկա, որը խոսում է մեզանից առաջ հիմիկվա ջահելները կյանքի ավելի շատ բարիքներից են օգտվում, փորձում են ապրել ավելի առողջ ապրելակերպով եւ նշենք, որ ուղղակի ձեր պատկերացրած ջահելներն արդեն փոխվել են։
Կարող է։ Դա մենք երբ որ համարում ենք մեզ երիտասարդ, դա տենց էլ կա։ Մեր տարիքային խմբում այո հիվանդությունների մակարդակը ստատիստիկ ավելի շատ է։ Բայց մեզանից ավելի երիտասարդների խմբում ավելի քիչ է։ Հպարտությամբ նշենք, որ իրենք ավելի քիչ ծխում են, ավելի քիչ օգտագործում են ալկոհոլ եւ ուղեղները անջատած ապրում են շատերի տարբերություն մեզ, որ ամեն անկապ բանից դա էլ է քչացնում ստրեսացին բոլոր խնդիրների հավանականությունը։ Ինչ անենք։ Մենք ոչ մի բան ըստ ինձ չենք կարող անել, քանի որ կյանքի այս փուլում ցավոք սրտի միայն տգետ մարդը կարող է հանգիստ ապրել, չանհանգստանալով այս ամբողջ փոփոխությունների աշխարհաքաղաքական եւ հնարավոր հետագա ելքերի վերաբերյալ շատ ահավոր վիճակի աշխարհում ու մեր աշխարհում էլ է թվում։ Բայց վերադառնանք մեր գեղեցկությանը։ Արարի այնքան սիրուն անուն է։ Եվ իհարկե ես երբ փոքր էի, մեծամտություն ունեի մտածելու, որ Աստծուն ամենամոտ գտնվող մասնագիտությունը արվեստագետի մասնագիտությունն է, երաժշտության, կոմպոզիտորական արվեստի, նկարչական, գեղանկարչական, նույնիսկ ռեժիսորական կամ դերասանի գործը։ Այդ հիմար մեծամտություններ իմ կողմից։ Հետո մեծացա եւ հասկացա, որ բժշկությունն է թերևս ամենամոտը կանգնած, որովհետեւ ստեղծում է, վերականգնում է եւ կյանք է փրկում։ Իսկապես, հիմա դուք որ ինձ սիրունացնեք, շատ մարդկանց կյանքեր կփրկեք։ Չգիտեմ, 44-ս անցնելու հասնեմ 50-ի կամ ոչ քիթս բիրատեք փուճուրացնեք, կախված քիթս։ Ձգձգում եմ, որ մեր ժամ։ Ձգձգում եք, որ չձգձգեք ինձ։ Հիմա լավ, հետ վերադառնանք մեր կարևոր հարցին։ Արարի, արդյոք հատուկ եք դրել այդ անունը եւ ինչ ուրիշ որակով մասնագետների ու մասնագիտացումներ եք ներառել ձեր բժշկական կլինիկա, ինձ դուր է գալիս, որ դուք անունը դրել եք ինստիտուտ, որովհետեւ լինելու են երևի հետազոտություններ էլ։ Ասեմ, անունի ընտրության հետ կապված մեզ օգնել են մեր գործընկերները, ովքեր զբաղվել են այս պրոյեկտի բրենդինգով, բրենդ թիմը, նշեմ, որ սկզբից ես անունի հետ կապված շատ խնդիրներ էի առաջացնում, որովհետև ես ինքս չէի պատկերացնում, թե ինչ անուն կարող է լինի, ինչ անուն կարող է ունենա այս նավը, որով մենք պետք է ճանապարհորդենք։ Արարին եղել է այն անունը, որը թե վիզուալ, թե հնչելով եղել է այն քչերից մեկը, որը ես հավանել եմ եւ հավանություն եմ տվել։ Միակ խնդիրը, որը ես նկատում էի, դա այն է, որ օտարերկրյա հիվանդների ձայնային արտասանությամբ արարին մի քիչ ավելի շեղ կհնչի, բայց Թող հնչի արարի կամ արարի։ It's a arari։ Ինչ պիտի ասեն, որ չասեն։ Արարի։ Մեր ականջին այդքան հաճելի չի այդ բառը, այլ արարի։ Ված չի էլի, թող արդեն գա։ Բայց եթե մենք բացենք բառի իմաստը, արարելն է, չէ՞։ Արարելն է, այո, եւ դա դրեց վերջակետ ընտրության հարցում։ Որպես վիզուալիզացիա անունը շատ իմ աչքին շատ հաճելի է եւ կոպիտ ասած չներվայնացնող անուն է։ Եթե մենք խոսում ենք անուն որոշելուց այն կրիտերիաները, որը ես դրել եմ, անկեղծ ես մտածում եմ, որ պետք է լինի հայեցի, պետք է բժշկության հետ ինչ-որ կապ ունենա եւ չծիծաղեք, բայց իմ անձի հետ կապ չունենա, որովհետեւ իմ պատկերացումը բժշկության եւ իմ համենայն դեպս մինչեւ այս պահը ինձ բիզնեսմեն չպատկերացնելը ստիպեց եւ թելադրեց այն, որ ես հրաժարվեմ իմ անձնական բրենդից եւ իմ ամբողջ ներուժը ուղղեմ նոր բրենդի ստեղծման, որը միջազգային հարթակում կլինի թելադրող։ Այսինքն չլինի Շահբարանյան Medical Center, այլ լինի մի այնպիսի ինստիտուտ։ Ես չեմ կոմենտում իմ գործընկերներին, ովքեր իրենց ազգանունն են օգտագործում, դա լրիվ այլ ճյուղ է եւ ինչ որտեղ նաեւ թելադրող, ինչ որտեղ արտարացի։ Բայց ես համարում եմ, որ համենայն դեպս այս պահի դրությամբ, ինչքան էլ դուք ինձ գովեք, ես համարում եմ, որ այս պահի դրությամբ նախ եւ առաջ իմ ազգանունը բժշկության ոլորտում այնքան թելադրող չի, որ իմ բուժկենտրոնն ունենա իմ ազգանունը, 1,
Երկրորդը ես համարում եմ, որ իմ թիմի մնացած անդամների բժիշկների մասին եմ խոսում։ Հանդեպ դա սխալ կլիներ անվանական դարձնել բուժկենտրոնը, չնայած մեր հարաբերությունները այնպիսին են, որ միանշանակ իրենց կողմից դա ընդունելի կլիներ եւ դա քննարկվել է։ Եվ երրորդը ես կարծում եմ, որ միջազգային հարթակում ավելի ընդունելի է ու ավելի հարմար է նման անունը, որը կապ չունի անձի հետ։ Լրիվ ընդունվեց, ասեք ինչ ծառայություններ եք կարողանալու մատուցել այնտեղ համալիր կերպով, ու ես էլ ձեզ չեմ գովալու որպես մասնագետ ու չեմ բարձրաձայնելու իրականությունը, որովհետև դուք մեկը ինձ չեք ընդունելու։ Ու ես այդ թեմայով տխուր եմ։ Հա, դոկտոր ջան, կսպասեմ 55, կախված կգամ։ Վիրահատության հետ կապված չէ, բայց դուք միշտ ընդունել եք ոչ թե որպես հյուր, այլ որպես մեր թիմի անդամ, որովհետև ընդամենը կարճ ժամանակ իրար հետ շփվելով էլի ասեմ, որ մեր պատկերացումներն ու տեսլականները շատ հարցերում թե բժշկական, թե ոչ համընկնում են։ Շատ զգացված եմ, ես ասեմ կարճ էլի, ընդհանրապես ես սովորություն չունեմ անելու գովազդ։ Ասեմ ինչու։ Նույնիսկ այն ինչը թվում է թե գովազդ է, ես սովորաբար ուսումնասիրում եմ մանրակրկիտ կերպով։ Ինչու՞, որովհետև ես, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ տեղի բնակիչ, պիտի օգտվեմ այս կամ այն ծառայությունից, ապրանքատեսակից, ապրանքանիշից կամ չգիտեմ։ Ու ես պիտի ճանաչեմ։ Ու եթե չիմանամ դրա որակը, իմաստը, իրականությունը ներսից, ես երբեք չեմ կարող որևէ մեկին նույնիսկ ներկայացնել։ Խորհուրդներ չեմ տալիս, թե ով ուր գնա, բայց ներկայացնելիս ես պիտի իմանամ, չէ՞։ Ու երբ որ ես եկա ձեր կենտրոն ուսումնասիրելու, OTK-ի եմ, էլի, ինձ շատ զարմացրեց այդքան տարբեր կաբինետների քանակը, երկու տարբեր մուտքերի 3, ճիշտ է, այն կողմից էր, տեսեք։ 3 այդ տարբեր մուտքերի լինելը, որ կոպիտ ասած մարդը ուզում է մնալ մասնավոր, իր մասնավոր կախված դեմքը իրենը լինի, գա ներս մի քիչ հոգնած, դուրս գա շատ սիրունացած։ Տեսեք։ Մեզ դա չի սպառնում։ Տեսեք, ես ճիշտն ասած փորձում եմ արագ հետևել ձեր հարցադրումներին, որ ոչ մի բան բաց չթողնեմ։ Ես հետո ձեզ հետո հատկացեմ, ուղղակի մեր ժամանակը քիչ է, դրա համար եմ արագ։ Ես փորձեմ պատասխանեմ հետևյալ կերպ։ Ծառայությունները։ Ես ինքս ձեր նման շատ քիչ դեպքերում եմ խորհուրդ տալիս նամանավանդ բժիշկ։ Լինելով բժիշկ, ես ինքս կիսում եմ ձեր պատասխանատվության բարձր շեմը եւ միշտ ասում եմ, որ դուք ինքներդ ես խորհուրդ եմ տալիս ոչ թե բժշկի, այլ խորհուրդ եմ տալիս խորհրդատվություն, կարծիքներ, մի քանի կարծիքներ, իսկ ընտրությունը արդեն ամեն մարդ ինքը պետք է կատարի։ Դա մեկ։ Եթե խոսում ենք մասնավորեցնելու մասին, այո, մեր բուժկենտրոնի նախապայմաններից մեկը եղել է մաքսիմալ քողարկել բառը օգտագործենք, բայց քողարկել ամեն մարդու վիրահատությունը այն սահմանով, որը գծում է ինքը։ Եթե իմ բուժարուն ցանկություն է հայտնում հայտնվել իմ Instagram-յան էջում, շատ շնորհակալ եմ, որ ինքը կիսվում է։ Բայց կան դեպքեր, երբ որ բուժարուն ասում է, ես չեմ ուզում, որ իմ դեմքը երևա, ես չեմ ուզում, որ մարդիկ իմանան։ Մենք ունենք բուժարուներ, որոնք շաբաթօրով ձեր նշած թաքնված մուտքով մտնում են բուժկենտրոն, բարձրանում վիրահատվում են, մնում են 1 օր, գնում են տուն եւ գալիս են վիրակապությունների նույն մուտքով։ Մենք ունենք առանձին վիրակապարաններ, մենք ունենք բավականին ճիշտ կազմակերպված նախավիրահատական համաձայնություն, որը ստորագրելուց թե բուժարուն, թե բուժանձնակազմը պատկերացնում է, թե ինչքան կոնֆիդենցիալ է այդ ինֆորմացիան։ Ընտիր, այսինքն ոչ մեկի չի նկարում կողքից, բայց եթե դա դրվում է որպես նախապայման բուժարուի կողմից, բացառված է, որ իր մասին ինֆորմացիան հայտնվի համացանցում կամ ինչ որ միտեղ կան դեպքեր, երբ որ լինում են, ասենք, երբ որ չեն հասկանում մեդիա կոնտենտ պատրաստող մեր աղջիկները բուժարուի ցանկությունը, բայց դա շատ արագ շտկվում է։ Եթե մենք խոսում ենք նեղ մասնագետների մասին, մենք ունենք թե ներհիվանդանոցային, թե արտահիվանդանոցային մեծ ծառայություններ, այսինքն ստացիոնար եւ ամբուլատոր ավելի հասանելի լեզվով ասած, մենք ունենք ստոմ կաբինետներ, մենք ունենք թերապևտիկ, վիրաբուժական, օրթոդոնտիկ, օրթոպեդիկ ստոմ ծառայություններ։ Մենք ունենք ներարկումային եւ ապարատային կոսմետոլոգիական ծառայություններ։ Մենք ունենք թերապևտիկ, էնդոկրին, սրտաբանական, ալերգոլոգիական,
մաշկաբանական ծառայություններ, մենք ունենք ակնաբուժական ծառայություն, մենք ունենք մեծ լաբորատորիա, որը ի պատիվ ինձ կատարում է պրակտիկապես բոլոր հետազոտությունները, ինչպիսիք մեծ բազմապրոֆիլ բուժկենտրոններում են։ Այսինքն նկատի ունեք արյան անալիզով տրվող հետազոտություններ, Արյան, ոչ միայն արյան, մեզի, այն բոլոր ռուտին եւ ոչ ռուտին հետազոտությունները, որոնք կարող են թե պլանային, թե աստվածչանի ոչ պլանային դեպքերի ժամանակ պետք կան։ Այսինքն, եթե ես գալիս եմ մեր բուժկենտրոն, դուք այլ տեղ գնալ անալիզ հանձնելու կարիք չունեք։ Սուրճել ունեք։ Դուք ամեն ինչ հանձնում եք մեր մոտ, մինչև խմում եք ձեր սուրճը, այդ հետազոտությունները, այո, պատրաստ են լինում։ Մենք ունենք համուղակի սուրճելու։ Մեծ սիրով երբ ուզեք։ Ուրիշ ոչ մի տարբերակ չկա։ Դուք ձեր անվանական page-ն էլ արդեն կունենաք, կգաք ուղղակի հահման կգաք, որպես իմ պատկերացրած գեղեցկության էտալոններից մեկը։ Ոչ վիրահատական։ Սենց ինձ խոփելով, վերելու են հասցնեն 60, ասեն մաշկի տուրգրը այնչի գնա, մի վիրահատի։ Բարեբախտաբար դուք էլ իմ նման, եթե ինչ-որ մի բան որպես նպատակ դնում եք, պարտադիր հասնում եք։ Հասկացա։ Մենք ունենք տրավմատոլոգ, մենք ունենք ուրոլոգ, մենք ունենք ընդհանուր վիրաբույժ, մենք ունենք, ինչպես նշեցի, ակնաբույժ, մենք ունենք պլաստիկ, միկրովիրաբույժ, մենք ունենք դիմացնոտային, մենք ունենք քիթ-կոկորտական ջաբան, եւ այդ հոց բանակը ուղղված է կատարելու էսթետիկ վիրահատություններ, ուղղված են կատարելու պլաստիկ վիրահատություններ, այսինքն մենք միտք չենք հետապնդում մեր բուժկենտրոնում կատարել այն վիրահատությունները, որոնք կապ չունեն պլաստիկայի հետ։ Մենք ընտրել ենք բժշկական այն նիշան, որը փակելու է ձեր պլաստիկայի եւ էսթետիկայի քմահաճույքները։ Սակայն պատրաստ ենք ընթացքում պատահական առաջացող, քանի որ սա օրգանիզմ է եւ նախապես ոչ մեկ չի կարող ենթադրել պատահական առաջացող խնդիրները լուծել տեղում։ Դոկտոր, որ դեպքում է լինում լետալ աստվածչանի, իհարկե մահվան դեպքով ավարտ, քթի կամ ծնոտի վիրահատության դեպքում։ Մի քիչ սխալ է հենց շեշտը դնել լետալ ինչ որ ելքերի վերաբերյալ, որովհետև էլի նշեմ, սա բժշկություն է եւ կանխատեսել միջամտության ավարտը ոչ մեկ չի կարող։ Անգամ դասական ներարկումը, դասական ատամի հեռացումը, որը ես արել եմ բազմիցս իմ օրդինատուրայի, կլինիկական օրդինատուրայի ընթացքում կարող է հիվանդին հասցնել ռեանիմացիա։ Ցավոք սրտի նույն բժշկական պրեպարատը, որը 50 տարվա ընթացքում մարդը օգտագործում է, կարող է մի օր ալերգիկ երևույթ առաջացնել եւ հասցնել հիվանդին ռեանիմացիա։ Ես չեմ ուզում օգտագործել ձեր նշած բառը, բայց սա բժշկություն է եւ ես միշտ օրինակը բերում եմ վախեցող մարդկանց ինքնաթիռի օրինակով։ Ես ինքս սարսափում եմ, մենք խոսել ենք, ես պատմել եմ, սարսափում եմ թռիչքներից, չնայած իմ աշխատանքի հետ կապված ամսվա ընթացքում մոտավորապես 8 անգամ ես ինքնաթիռից եմ օգտվում։ Ինչ որ դուք ձեր մի ոդկը թողնում եք ինքնաթիռում, որովհետև անիմաստ է որ վերցնեք, էլի։ Մոտ 8 անգամ ես թռնում եմ, բայց ես ինքս սարսափում եմ թռիչքներից, իմանալով հանդերձ, որ ինքնաթիռը համարվում է այս պայծրությամբ ամենաանվտանգ տեղափոխման միջոցը, բայց կան դեպքեր, երբ որ ցավոք սրտի խնդիրներ են լինում։ Եթե մենք չենք ուզում ինքնաթիռի հետ կապված խնդիր ունենալ, մենք պետք է ինքնաթիռից չօգտվենք։ Բայց ժամանակակից կյանքը թելադրում է օգտվել ինքնաթիռից։ Նույնը բժշկությունն է։ Իմ այսօրվա հյուրն է շատ հաճելի, հիանալի մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, գյումրեցի, դիմացնոտային վիրաբույժ, Երևանի Պետական բժշկական համալսարանի դիմացնոտային ամբիոնի ղեկավար։ Ոչ, դասախոս, ներողություն, դասախոս։ Ոչ կդառնանք ղեկավար։ Եվ ամենակարևորը Արարի, սա մասնավոր կլինիկա է, Արարի էսթետիկ բժշկական ինստիտուտի հիմնադիր տնօրեն եւ նաեւ գործող բժիշկ, վիրաբույժ, մարդ, որը անընդհատ ճանապարհորդում է, եւ մենք այս մի օրը կարողացել ենք քերել վերջապես եւ խնդրել ենք, որպեսզի բժիշկը գա ու պատմի այն խնդիրներից, որոնք կան Հայաստանում դիմացնոտային վիրահատության ասպարեզում եւ Արարի ամբողջական գործունեության մասին։ Բժիշկ ջան, ասեք, խնդրում եմ, բժշկությունը իծնե է տրվում մարդուն, թե ամեն դեպքում մեծ ցանկության դեպքում կարելի է զարգացնել այդ տաղանդը քո ներսում։
Իմ կարծիքը իմ կյանքի ու կարիերայի տարբեր փուլերում փոփոխական է եղել այս հարցի շուրջ։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ոլորտում կան տաղանդներ։ Ինքս ինձ չեմ համարում բժշկական տաղանդ, բժշկության ոլորտում, բայց ասեմ, որ իմ կարծիքով ամենակարևորը դա պնդաճակատությունն է։ Ինձ թվում է բոլոր ոլորտներում։ Այո։ Եվ միայն պնդաճակատորեն նույն բանը ուզենալով կարելի է հասնել արդյունքի։ Եվ խնդիրներին առաջացման հետ մեկտեղ միշտ ցանկություն կա ինչ-որ միտեղ փախնել։ Միշտ։ Դա ամենահեշտն է անկախ մեր սեռից, անկախ մեր դաստիարակությունից, անկախ մեր ուժեղությունից, երբ որ առաջանում է խնդիր, նամանավանդ երբ որ այդ խնդիրը կապ ունի այլ մարդու առողջության հետ։ Երբ որ դու այնքան գիտակից ես, որ հասկանում ես, որ այդ խնդրի մեղավորը ինչ որ մի մասով դու ես։ Համենայն դեպս, եթե դու չլինեիր, ուրիշը կունենար այդ խնդիրը։ Առաջ քայլել դրանից հետո շատ դժվար է։ Մեր զրույցի սկզբում ես հարցերից մեկի պատասխան տալուց ասեցի, որ կան դեպքեր, որոնք կարող են սկսնակ բժշկի կարիերայի ավարտ արձանագրել։ Այսինքն, եթե արել է ինչ-որ փոքրիկ սխալ կամ ինչ-որ բան է տեղի ունեցել, ու նա դրանից փակվի ու այլևս վախենա պատասխանատու մարդուն միշտ դժվար է։ Ինչու է հեշտ այն մարդուն, ով չի հասկանում ինչ է անում։ Չի հասկանում, ինքը չի հասկանում, որ ինքը խնդիր առաջացրեց։ Ինքը չի հասկանում, որ կա ինչ-որ մեկը, որ կարող է դա ավելի լավ անել։ Ինքը մտածում է, որ ամենալավը ես արեցի, հա, ես էլ սենց։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ կա ինչ-որ մեկը, որ կարող է դա ավելի լավ անել, երբ որ դու հասկանում ես, որ այդ բուժարունը կարող է լինի քո հարազատը, երբ որ դու մոտենում ես բուժարուին որպես քո հարազատ, երբ որ դու մտածում ես, որ իր փոխարեն կարող է լինի քո կինը, քո մայրը, քո քույրը, դժվար է գնալ առաջ հասկանալով, որ կարող է ինչ-որ մի փուլում խնդիր առաջացնես։ Բարեբախտաբար ժամանակակից բժշկությունը, փորձեմ նաև ձեր մյուս հարցին պատասխանել հենց ինստիտուտ բառի վերաբերյալ։ Բարեբախտաբար ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս կրթվելու, ինքնակրթվելու։ Մեր երկրում էլ արդեն կան կրթվելու կենտրոններ, կան տեղեր, որտեղ կան սիմուլյացիոն միջամտություններ անելու հնարավորություն։ Երբ որ դու այդ ամենը փորձում ես անել ոչ թե կենդանի մարդու, այլ ծրագրով։ Բարեբախտաբար մեր բժիշկների համար արդեն համեմատաբար ավելի հասանելի է դարձել արտերկրում նույն կադավեր, այսինքն դիակային մատերիալի վրա հմտությունները ավելի բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունը դարձել է հասանելի։ Ես ինքս խորհուրդ եմ տվել միշտ մեր թիմակիցներին, իմ ուսանողներին եւ իմ գործընկերներին գումար չխնայել ինքնակրթվելու վրա։ Դա ինչ որ մի օր հետ է գալու միանշանակ այդ գիտելիքը ինչ որ միտեղ իր օգուտը տալու է անգամ այն աստիճանի, որ մենք չենք էլ պատկերացնում։ Եվ այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել խնդիրները։ Ինչի ինստիտուտ, որովհետև մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք ինքնակրթվել մեկ, որովհետև մեր թիմի անդամներից շատերը զբաղվում են գիտական աշխատանքներով, ես ինքս զբաղվել եւ զբաղվում եմ գիտական աշխատանքով, ինձ այդ կերպ են սովորեցրել, որ բժիշկը պետք է հոդվածներ տպագրի, որ բժիշկը պետք է պրպտի, հայտնաբերի եւ դա արտացոլի։ Դժվար է պրակտիկ վիրաբուժին այդ ամենը համատեղել, բայց հնարավոր է։ Ինստիտուտ, որովհետեւ պատվով նշեմ, որ արտերկրից մենք ունենք գործընկերներ, ովքեր գալիս են Հայաստան, գալիս են մեր վիրահատարան, որպեսզի ինչ որ մի բան տեսնեն, սովորեն։ Ինչպես մենք գնում ենք այլ երկրներ, այդպես էլ իրենք են գալիս։ Եվ այդ ամենը ստեղծում է մեկ օղակ, որտեղ բժշկությունը, գիտությունը միահյուսվում են։ Եվ մեր հաջողություններով, մեր համեմատաբար երիտասարդ թիմի հաջողություններով ես կարող եմ վստահ փաստել, որ դա հաջողության գրավականներից մեկն է։ Պետք է անընդմեջ ինքնակրթվել բժշկության ոլորտում եւ նոր նպատակներ տնելով հասնել նոր բարձունքների։ Դոկտոր ջան, այնքան սիրուն ու ամփոփ ներկայացրեցիք այդ ամենը։ Հիմա ինձ հետաքրքրում է մի այսպիսի հարց. ենթադրենք մենք ունենք դրսից ձեզ դիմող մարդիկ,
Նախ ինչպես են կապվելու, արդյոք ձեր Instagram-ով, թե տարարի էջով օրինակ, մարդը ինչպես հասկանա ամբողջական սպեկտրը ձեր ծառայությունների, եթե ասենք չի նայել մեր հաղորդումը։ Շատ մեծ ճակերտավոր բանակ պացիենտների ես ունեմ արտերկրից։ Մոտավորապես 85%-ը իմ բուժառուների արտերկրից են։ Եվ գոյություն ունեն արդեն մշակված ալգորիթմներ ու մեխանիզմներ, որպիսի հնարավոր դառնա խորհրդատվությունը, ցիստանցիոն կազմակերպումը, որպիսի Հայաստան ժամանելուն պես առանց րոպե կորցնելու կարողանանք, որովհետև այսօրվա դարում բոլորիս համար ոսկին դա րոպեն է։ Կոպիտ ասած, այդ մարդը գալիս է, ի հյուրանոցը, տունը կամ մնալու տեղը, չգիտեմ, օդանավակայանից սկսած Հայաստանում այդ հիվանդի համար ժամանցը անգամ կազմակերպելով, եթե ցանկություն կա, ես արդեն չեմ խոսում բժշկական պատշաճ ծառայություն մատուցելու, բժշկական պատշաճ որակ ցույց տալու եւ սպասելի արդյունքների հասնելը։ Դա անքննարկելի է։ Բայց այդ ամենը կարելի է կազմակերպել ցույց տալով մեր Հայաստանի գեղեցիկ տեսարժան վայրերը, ցույց տալով եւ գովազդելով ոչ միայն մեր բժշկությունում հասած, այո, մեր հազարամյակների պատմություն ունեցող երկիրը։ Շատ բուժառուներ, անկեղծ եմ ձեզ ասում, Հայաստան վիրահատության ժամանելուց հետո որպես օրենք գալիս են կրկին ուղակի հանգստանալու։ Ընտիր։ Եվ ինձ գրում են, բժիշկ ջան, մենք եկել ենք այս անգամ ուղակի հանգստանալու։ Բայց կարող եմ մի քիչ այսինքս բարձրացնեք։ Գանք մի հատ տեսնեք մեզ։ Դա օգնում է։ Դա օգնում է Հայաստանը ներկայացնելու եւ իրականում ինչքան էլ ծիծաղալի ու տխուր չլինի, դա օգնում է նաեւ մեզ ճանաչել մեր երկիրը, որովհետեւ աշխատանքի թոուպովի մեջ մենք մոռանում ենք, թե ինչ գեղեցիկ երկրում ենք ապրում։ Մենք չենք մոռանում, բայց օբյեկտիվորեն եւ դուք ձեր խայտարակ գրաֆիկով դոկտոր ջան եւ մենք մեր ոլորտը մենք չենք հասցնում ապրել։ Ավելի շատ աշխատում ենք։ Ու երբ որ ձեր նշած հյուրեր են գալիս եւ որպես տուրիստ կողքից նույնիսկ իմ շատ սիրելի ընկերները, հա, դրսից ապրողները գալիս են, ու այս փայլը, տոնականությունն, այդ ամեն ինչը տեսնում են, ասում եմ դուք մեր կյանքով ապրեք այստեղ, որովհետեւ մենք էլ նույն կերպ վայելում ենք այն երկրները, որտեղ դուք եք ապրում ու գալիս ենք տուրիստի պես, շատ հաճելի է, բայց ներսից անշուշտ բարդ է հասցնել եւ այն, բայց որ Հայաստանը անհավանական գեղեցիկ երկիր է, որոշ մարդկանց հանած դա փաստ է։ Այդ կմեռնեի որ չասեի, դե կան վատ մարդիկ, հիմա կան, չէ՞։ Բոլոր տեղերում էլ կան։ Հա, դոկտոր ջան, օրինակ որ գալիս է ձեզ մոտ վիրահատվող բուժառուն ապագա։ Դուք դեմքին նայում եք, արդեն գիտեք, չէ՞, ահա, այս մարդը հաստատ չմահավան է։ Ինչ անենք, վերջում շառ է անելու, դուրը չի գալու, ունեք, չէ՞, արդեն այդ բանը։ Ժամանակին իմ ուսուցիչը ասում էր, երբ որ դու կարողանաս ընտրես քո պացիենտներին, քո խնդիրները կքչանան։ Եվ ես երբ որ հասավ այդ պահը, որ հասկացա ինչքանով դա ճիշտ է, այո, ուղղակի երբ որ բժիշկը ավելի կայացած է լինում, այդ խնդիրները կչանում են, որովհետև ձեր նշած ոչ ռեալ սպասելիքներով կոչենք, քմահաճ մարդկանց կարելի է սելեկցել։ Բացի դրանից նրանք արդեն գալիս են կարծրատիպային մտածողությամբ, որ սա լավագույնն է ու իրենք խնդիր չունեն։ Լավ իմաստով է այս դեպքում կարծրատիպային։ Ես կարծում եմ, որ ամեն բուժառու դիմում է իր մասնագետին։ Ինչի ես նշեցի, ես չեմ կոմենտում մեր գոլեգաներին, իրենց աշխատանքը։ Սա գեղեցկություն է, գեղեցկությունը սուբյեկտիվ է։ Եվ կան մասնագետներ, ովքեր այդ գեղեցկությունը պատկերացնում են մի քիչ այլ կերպ, իրենք ունեն իրենց պացիենտների մեծ բանակը։ Այդ պացիենտը երբեք իմ մոտ չի դիմի, որովհետև իմ աշխատանքը իր համար գեղեցիկ չէ։ Իսկ իմ պացիենտը երբեք չի դիմի այդ մյուս մասնագետին։ Դրա համար էլ ես կարծում եմ, որ այն բուժառուն, որը իմ հետ խոսելուց հետո գնացել է այլ մասնագետի մոտ, դա միայն շատ լավ է։ Դա նշանակում է, որ ինքը գտել է իր մասնագետին։ Դոկտոր, դուք ունեք հատուկ տեխնիկա վիրահատական, որը ձեր ձեռագիրն է, ձեր ստորագրությունն է, որովհետև ժամանակակից վիրաբույժները ամեն մեկը իր ձևով զարգացնում է իր ոլորտը ու լրիվ նոր մի բան է բերում, կապելու, կարելու նոր ձև, չգիտեմ։ Ժամանակակից բժիշկները շատ են սիրում ասել անվանական ռուսերեն ասած ավտորսկի մեթոդիկաների մասին։ Ես ավելի համեստ կգտնվեմ
Կասեմ, որ ես իմ ղեկավարի հետ ունենք մի քանի հատ պատենտներ, արտոնագրեր տարբեր տեխնիկաների, բայց դրանք չեն վերաբերվում պլաստիկային, սենց կնշենք, եւ պլաստիկ վիրահատությունների ոլորտում, ինչպես ըստ ինձ բոլոր մնացած ոլորտներում։ Եթե երիտասարդ մասնագետը մտածում ու կարծում է, որ ինքը ինչ որ անվանական մեթոդ ունի, դա նշանակում է, որ ինքը վատ է տիրապետում դասական մեթոդներին, որովհետև կարդալով ու ընթերցելով անգամ 30-ականների գրականությունը, երբ որ պլաստիկան ինքնին որպես մասնագիտացում չկար, մենք տեսնում ենք, որ վիրաբույժները արել են շատ բան, այն նույն եղանակներով եւ նույն վիրահատական մուտք ու ելքով, ինչը որ ռոպագանդվում է հիմա։ Ուղղակի ժամանակակից տեխնիկական հագեցվածությունը չի եղել այն ժամանակ։ Կոպիտ ասած, դանակն ավելի կոպիտ է եղել, դեղը չգիտեմ ինչ է եղել։ Կոտրել են դուրով, հիմա չենք կոտրում դուրով, կտրում ենք ուլտրաձայնային սարքով, բայց այդ նույն դուրը իմ գործիքակազմի մեջ կա եւ կան դեպքեր, երբ որ դա է օգտագործվում։ Եթե դու չտիրապետես դուրին, հարկ եղած դեպքում, երբ որ այդ ուլտրաձայնային սարքը փչացավ կամ չաշխատեց, այդ վիրահատությունը կլինի սպառված։ Երբ որ ես չեմ սիրում հղում անել, բայց պատերազմական օրերին այդ նույն դուրով, այդ նույն պոստ-սովետական գրականության մեջ նկարագրված եղանակներով ֆիքսում էինք ծնոտներ, երբ որ ժամանակակից ծիտանե փլեյտներն ու պտուտակները սպառվում էին եւ կարճ ժամանակով հասանելի չէին։ Քանի ժամ էիք վիրահատում պատերազմի դաշտում։ Վիրահատությունը ընդհանրապես իմ մոտ չեն ֆիքսվում րոպեներով ու ժամերով, բայց կասեմ, որ վիրահատարանում գտնվելու ժամերը դա այն ժամերն էին, երբ որ մենք ամենակիչն էինք լարվում։ Որ գոնե գիտեք ինչ եք անում։ Չես մտածում այլ բաների մասին։ Դե այդ պատերազմը դեռ շատ բան մեզնից կտանի եւ տարավ։ Ու շատ բան կհասկացնի, հուսամ։ Հասկացողներին եւ իրապես իմ հյուրն է դիմացնոտային վիրաբույժ, շատ կարգին մարդ, Ռաֆիկ Շահպարոնյանը, եւ ամեն անգամ ձեր անուն ազգանունն ասելիս ես չեմ կարող չհարցնել։ Շահպարոնյանը շատ հարուստ ազգանուն է, վստահ եմ հարուստ պատմությամբ, որտեղից եք սերում ձեր արմատները եւ արդյոք դուք տանն ունեք բժիշկներ։ Մեր ընտանիքում բժիշկներ մինչ ինձ չեն եղել։ Այս պայծրությամբ կան, այսինքն իմ կինը, որը իմ ընտանիքի կարկառուն դեմքերից է, 100%։ Ես ջեր ողջույնները հույս ունենամ, որ իմ աղջիկները կընտրեն այլ մասնագիտություններ եւ ամեն ինչ անելու են, որ բժշկություն չընտրեն։ Ինչու, որովհետեւ ծանր գործ է։ Կարծում եմ դա այն աշխատանքն է, որը պահանջում է մաքսիմալ նվիրում, ժամանակային առումով եմ ասում։ Անձի նվիրում պահանջում է յուրաքանչյուր մասնագիտություն, բայց ես չեմ ուզենա, որ իմ աղջիկները ընտրեն ժամանակը ծախսեն բուժառուների հետ, թե ընտանիքի հետ։ Ձեր ամենակարևոր ուսուցիչը կին է։ Այո։ Ռաֆիկ ջան։ Շատ լուրջ մասնագետ, հիանալի ուսուցիչ ու մինչև հիմա ձեզ համար նաև ավակ ընկեր։ Օգտագործելով առիթը չեն ողջունենք Աննե Յուրևնային։ Եվ չքնախ գեղեցկության տերկին։ Իսկ ինչքանով ենք մենք վստահ, որ Աննե Յուրևնայի ընտանիքի անդամների համար իր ընտրությունը այն ընտրությունն է, որ իր զավակները եւ իր թորնիկները հետագայում կընտրեն բժշկություն։ Ես այդ հարցը չեմ տվել։ Դոկտոր ջան, ամեն դեպքում ասեմ, ես լինելով ընդամենը դերասան գիծ հաղորդավար, մի քիչ էլ հասարակական ակտիվ գործունեություն ծավալող մարդ, ամենակիչը հասցնում եմ շփվել իմ ընտանիքի հետ։ Այսինքն թերևս որևէ գործ ունի իր այդ բացասական կողմը, եթե դու փորձում ես նոր բան անել, չես դադարում զարգացնել քեզ եւ թույլ տվեք առանց նսեմացնելու այլ մասնագիտությունները, առանձնացնել բժշկությունը այնքանով, որ դե պարզա գիշերը ցերեկ արած բժշկության մեջ այդ դիլեման
ընտանիք, թե կարիերա։ Շատ ավելի մեծ պատ է իրենից ներկայացնում։ Այսինքն ձեզ մոտ էլ կա այդ ընտանիք թե կարիերան։ Կոնկրետ ինձ նկատի Չէ, ունեք։ բժիշկների։ Իհարկե։ Կան, որ այդպես դնում են հարցը։ Ես չեմ ուզում գովաբանել ինձ, ուղղակի նշեմ, որպեսզի միտքը հասանելի լինի իմ ուսուցման ընթացքում, երբ որ ես անցնում էի կլինիկական օրդինատուրա, ես հերթապահել եմ ամսվա ընթացքում 22 օր, դա հիմա կարող է հնչի ոչ օրինական եւ այլ, նշենք չվարձատրվող ինչ-որ մի մասնաբաժինով, ես ինքս եմ ուզեցել մնամ եւ քնեմ հիվանդանոցում, որպեսզի ինչ-որ մի բան տեսնեմ ու սովորեմ։ Բայց 22 օր գիշերը չքնած, այդ OGK-ն քիչներ է։ Դե տեսնելու համար OGK-ն այդքան կարևոր չի։ Եվ իրականում դժվար է, յուրաքանչյուր մասնագետի ճանապարհը դժվար է։ Ինչ-որ մեկին այդ ամեն ինչ կարող է տրվի շատ ավելի հեշտ, ինչ-որ մեկին շատ ավելի դժվար, բայց կարծում եմ մարդկային պատասխանատվությունը մեր ոլորտում շատ ավելի շուտ է սպառում պատասխանատու մարդուն, քան այլ ոլորտներում։ Եվ եթե ձեր ոլորտում խնդիրը չի անդրադառնալու իմ կյանքի որակի վրա, ճակերտավոր։ Իմ ոլորտում իմ խնդիրը կարող է անդրադառնա բուժարուի կյանքի որակի վրա, եւ դա էլ փոխկապակցված որպես արատավոր օղակ իմ ու իմ ընտանիքի անդամների կյանքի որակի վրա։ Ինչ սիրուն արտահայտություններ, արատավոր օղակ։ Երևի մենք ապրում ենք այդ արատավոր օղակներում, ամեն մեկս մեր մտքերում։ Շահ Պարոնյան ազգանունը որտեղից է գալիս, դոկտոր ջան։ Փորձել եմ ժամանակին պրպտել, ասեմ, որ այս ազգանունը պատկանում է միայն մեր ազգականներին եւ եթե Շահ Պարոնյան, ուրեմն մեր բարեկամ, սենց ասենք։ Փորձել եմ պրպտել, հասել եմ մինչև Կարս, որտեղ ցավոք սրտի չի պահպանվել եկեղեցական գրառումները եւ այդտեղից ծխական ցուցակները, հա, եւ այդտեղից հետո չեմ կարողացել հետ գնալ։ Մեկ ժուրնալում գտել եմ, որ Նապոլեոն Բոնապարտի անձնական բժիշկներից մեկն է ունեցել Շահ Պարոնյան ազգանունը։ Այո, այդ ժուրնալը ես ունեմ, տանը պահպանում եմ։ Եվ Վրաստանում կա Շահ Պարոնյան անունը կրող ակնաբուժական կենտրոն, որի հիմնադիրը եղել է Շահ Պարոնյան, որի դռան ցուցանակը իմ մոտ է, եւ դռան բռնակը իմ մոտ է։ Այդ կենտրոնը այս պայծրությամբ չի գործում, բայց փաստորեն լավ էր փորել ուսումնասիրել եք, դոկտոր ջան։ Ես հետաքրքրված եմ տոմածառ ասվածով, քանզի իրական մենք իրար հետ զրուցել ենք, իմ համար այդ ընտանիք բառը այլ նշանակություն ունի եւ տոմածառ բառը այլ նշանակություն ունի եւ ես էլ փորձում եմ դա սերմանեմ իմ ընտանիքի մյուս անդամներում։ Դուք ունեք երկու դուստր, շուտով կծնվի ձեր որդին։ Մենք հուսանք, որ որդին կդառնա ընտիր վիրաբույժ։ Ես կսպասեմ, որ նա մեծանա, որովհետև հայրը ինձ չի ընդունում, բայց իսկապես կատակը մի կողմ։ Որ դեպքում կինը տղամարդկանց հետ ես գործ չունեմ, թող իրենք որոշեն։ Որ դեպքում կինը եւ որ տարիքում ու որ փոփոխությունների դեպքում պետք է մտածի դիմելու պլաստիկ վիրաբուժությանը կամ միջամտությունների։ Տեսեք, իմ կարծիքը, որը ես չեմ փորձում փաթաթեմ ոչ մեր գոլեգաների, ոչ բուժարուների։ Ուղղակի ասեք։ Ես կարծում եմ, որ այս վիրահատությունները անձնագրային տարիքով չեն։ Այս վիրահատությունները արվում են ըստ ցուցման։ Լավ, ո՞րն է ցուցումը։ Եթե մենք խոսում ենք գրավիտացիոն պտոզի մասին, դա իհարկե իր տեղը ունի ժառանգական նախատրամադրվածություն, գենետիկական, այսինքն մեր հայերի մոտ գենետիկորեն ծերացման process-ները այլ կերպ են ընթանում, սլավոնական ծերացման process-ները այլ կերպ են ընթանում, եւ դա գաղտնիք չի։ Մենք ծերանում ենք ավելի համահունչ, իրենք ծերանում են ավելի ուշ ու ավելի կտրուկ։ Միանգամից։ Այո։ Վաու։ Եվ դա ապացուցված գիտական փաստ է եւ դա գենետիկորեն գալիս է, բացի դրանից կապ ունի նաեւ կենսակերպը, կապ ունի վնասակար սովորությունները, կապ ունեն քրոնիկական հիվանդությունները եւ կյանքի տեմպը ու ռիթմը։ Բայց ես բուժարու եմ ունեցել, չնայած ինչպես դուք նկատում եք, իմ պահպանողական եւ
բժշկական վիրաբուժության ոչ ռադիկալ մոտեցմանը, ես բուժարու եմ ունեցել դեմքի օվալի շտկման 38 տարեկան եւ բուժարու եմ ունեցել նույն քթի վիրահատության, որը նշեցի, որ հազվադեպ եմ անում այդ տարիքում 58 տարեկան։ Դրանք իհարկե այն քիչ դեպքերն են, որոնք ֆիքսվել են իմ հիշողության մեջ, բայց կան նման դեպքեր եւ դա որոշում է ոչ թե անձնագրային տարիքով, այլ ցուցումով։ Եթե մենք տեսնում ենք, որ պացիենտը այնքան նպատակասլաց է եղել, որ մոտավորապես 40 կիլոգրամ նիհարել է եւ համապատասխանաբար նաեւ դեմքնել է նիհարել։ Այդ ես եմ։ Ես չեմ մտաբերում ձեզ ավելի քեր վիճակում 40 կիլոգրամ։ Չէ, հիմա իհարկե ավելի ինչ որ սնկել եմ, մարդկանց թվում է նիհարել եմ, բայց տարիքային է։ Դոկտոր, այդ դեպքում մի հարց էլի։ Հիմա կա հայտնի ընդունված կոսմետոլոգներն են շատ անում էնդոլիֆտինգ, լազերային ձգումներ են։ Կանուլիայով մտնում են, ինչ որ դզզզ են անում, հանում են։ Օրինակ դա կամ նմանատիպ պրոցեդուրաները հետագայում դեմքի ձգմանը խանգարում են, թե ոչ այդքան։ Ես ինձ կհամարեմ շահագրգռված մարդ այս հարցին պատասխանելուց, Ոչինչ պատասխանել։ բայց ես կարող եմ զուտ փաստել իմ անձնական փորձը, որը կարծում եմ քիչ չի, եւ բարձրաձայնեմ այն մարդկանց կարծիքը, ում հետ որ ես ամենօրյա շփման մեջ եմ, որոնք համարվում են այս պայծառությամբ աշխարհում առաջատարները այդ ոլորտում, եւ դուք տեղյակ եք, որ ես իրենց հետ ամենօրյա ռեժիմով շփվում եմ։ Կան կարծիքներ, որ լազերային կոսմետոլոգիան, ներարկումային որոշ կոսմետոլոգիական միջամտությունները բարդացնում են հետագա վիրահատական միջամտությունները։ Smart lifting-ի մասին բայց չէի ասում, դոկտոր։ Ես ընդհանրացված կասեմ, քանի որ անգամ ընդհանրացված չի կարելի կոնկրետ պիտակավորել, իսկ առանձին վերցրած ինչ որ մի միջամտություն, դա ըստ ինձ իմ կողմից ոչ կոմպետենտ կլինի, ես քննարկեմ կամ քննադատեմ։ Էլի նշեմ, ես իմ փորձից ելնելով ասեմ, որ կան դեպքեր, երբ որ անգամ հասարակ միջամտությունը փոխում է ենթամաշկային հյուսվածքների կառուցվածքը եւ դժվարեցնում է մեր միջամտությունը վիրաբուժական։ Բայց դրա հետ մեկտեղ կան դեպքեր, երբ որ բազմաթիվ միջամտությունները ընդհանրապես չեն ազդում այդ հյուսվածքների վրա եւ եթե բուժարուն չասի, մենք չենք էլ հասկանա, որ ինչ որ միջամտություն է արած։ Կրկին կրկնվեմ, ամենակարևորը ըստ ինձ անել լիցենզավորված մասնագետի եւ լիցենզավորված սարքերով։ Քանի որ եթե ճիշտ կատարված միջամտությունը մաքսիմում օգուտ չի տա, սխալ կատարված միջամտությունը կարող է շատ դեպքերում նաեւ վնասել։ Մենք մեր բուժկենտրոնում ունենք նաեւ ապարատային կոսմետոլոգիա, նույն այս բոլոր սարքերը, որոնց մասին ես հիմա խոսեցի, կիրառվում են մեր մոտ եւ դրանք կիրառվում են համահունչ։ Երբ որ ես նշում եմ իմ պացիենտներին միշտ, որ ինչքան էլ մենք կոչենք կախարդական վիրահատություն, կախարդական փայտիկ եւ կոմենտներում բժիշկներին գրում են մեր վոլշեբնիկներ եւ այլ, դա տենց չի։ Եվ ճիշտ կոմպլեքս արդյունքը տալիս է ճիշտ կոմպլեքս միջամտություններից հետո։ Գրագետ վիրաբուժություն համալրված գրագետ կոսմետոլոգիայով, որը վերջում որպես ավարտ տալիս է համահունչ արդյունք։ Ես ես լրիվ հասկացա։ Ամեն դեպքում մարդը պիտի խնամի իրեն եւ խնայի նրան։ Մարդը պետք է ճիշտ միջամտություն անի ճիշտ ժամանակ։ Այդ ճիշտը որն է, ամեն դեպքում դա էլ է սուբյեկտիվ եւ դրա համար բժշկի ասած ամենակարևորը դիմել մասնագետի, ընդ որում ոչ միայն մեկին, դիմել տարբեր մասնագետների եւ հասկանալ ով է ձերը, որն է ձերը նաեւ իր էներգետիկայով, որ պահն է ձեզ ավելի հարմարավետություն պատճառում։ Թեև լինում են դեպքեր, երբ ամեն ինչ լավ է, բժշկին շատ սիրում են, էներգետիկ ամեն ինչ լավ է, ֆինանսական հարմար է ու շատ պրոֆեսիոնալ են, մի քիչ այնպես են չի լինում։ Ամեն ինչ լինում է։ Ամեն դեպքում որևէ գործ պահանջում է ճիշտ մասնագետ, տեղին կոմպետենտ մարդ եւ իհարկե լավ տրամադրվածություն, դա պակաս կարեւոր չէ։ Մենք այսօր բժիշկ Ռաֆիկ Շահբարոնյանի հետ խոսում էինք դիմացնոտային որոշ հարցերից, Արարի բժշկական էսթետիկ
կարող ենք ասել հետազոտական ինստիտուտից, որը նոր է ձևավորվել, բացվել է, հասցեն կարող եք նշել, դոկտոր ջան։ Սեբաստիա 4 կոտորակի 3 հասցեով գործում է Արարի բուժկենտրոնը 4 կոտորակ 3։ 4 կոտորակ 3։ Սեբաստիա 4 կոտորակ 3, հա, շատ հարմար է, որ Կիևյանով հենց բաց են իջնում ես։ Այո։ Հույս ունենանք շուտ կբացեն։ Մենք սպասում Նշենք, որ պարկինգի խնդիր չունենք։ Այդ ինչ լավ բաներ եք ասում։ Հա։ Եվ սուրճը բոլորից սպասում։ Սուրճը լավ է։ Համեցեք։ Եվ փոքրիկ սպասասրահներ կան, բայց դուք երբեք չեք թողնում, որ մտնեն ավելի խորը, չէ՞։ Մենք փորձում ենք տեսեք հակիրճ պատասխանեմ միտքը հետեւյալն է բուժկենտրոնը նախագծելուց մենք քննարկումներ ենք ունեցել ոչ միայն ճարտարապետների, այլ նաև տարբեր ոլորտների մասնագետների, նաև ներդրել ենք մեր անձնական փորձը տարբեր երկրներում բուժկենտրոններ տեսնելու, ժամանելու եւ փորձել ենք առաջացնել ճիշտ հոսքագծեր, այդ բառը ճիշտ տեղին եմ օգտագործում, հոսքագծեր, որպիսի պահպանենք սեպտիկան եւ ասեպտիկան, որպեսզի պահպանենք մարդկանց կոմֆորտը, որպեսզի պահպանենք մարդկանց այդ private վիճակը, որ չխառնվեն, ոչ մեկ չիմանա ով, ինչ եւ այլ, եւ ապահովելով բուժառուների կոմֆորտը, պահպանենք բժշկական ապահովությունը։ Մենք ամենօրյա ռեժիմով ունենք հերթապահող եւ անեստեզիոլոգ, ռեանիմատոլոգ եւ վիրաբույժ, որոնք վիրահատությունից հետո 1 տարի հուսանք կմնան ընդհանրապես պարապ, բայց Աստված մի արածե այդ մի դեպքը, երբ որ իրենք պետք կլինեն, իրանք կլինեն րոպեի հասանելիությամբ կողքի սենյակում։ Ես կարծում եմ, որ այստեղ ոչ միայն մենք խոսում ենք մեր ռեպուտացիայի մասին, այլ խոսում ենք, ելի նշեմ, մարդկանց բժշկական ապահովության, մարդկանց կյանքի որակի մասին։ Եվ պետք է փորձենք անգամ իմ մեջ միշտ եղած կարծրատիպը, որ բուտիկ կլինիկաներում ապահով չի, այդ կարծրատիպը հանենք ոչ միայն խոսքերով ու գովազդներով, այլ գործով, ցույց տալով, որ այստեղ ապահով է։ Իդեալական էր ասված, անկեղծ։ Ահա որ ամեն ինչ այնքան սիրուն ասած, մտածում եմ, որ մեկն ավելացնեմ եւ հասկացա, որ պարտադիր պետք է ձեզ ասեմ։ Մեր բոլոր հեռարձակումները իրականացնում է Spin Ideas Agency-ն եւ այդպես համալիր զբաղվում է ամեն ինչով, նույնիսկ ձեր տրամադրությամբ։ Իրականում, եթե դուք ունեք գաղափար կամ ունեք նախնական ինչ-որ միտք ու չգիտեք ինչպես դա իրագործել, ապա Spin Ideas Agency-ն հենց ձեզ համար է, որովհետև ունեն 20-ից ավելի տաղավար, ունեն content maker-ներ, ունեն ձեզ հետո զարգացնողներ, ձեր մոնետիզացիան ճիշտ ապահովողներ, մի խոսքով, YouTube-ը արդեն տալիս է լայն հնարավորություններ մեզ մոտ, այնպես որ օգտվեք, դիմեք, զարգացրեք եւ թող ինտերնետային համայնքը տեսնի հետաքրքիր բովանդակային կոնտենտ։ Իմ բժիշկներ, այո, կանք ոդկաստ սարքենք։ Այո, հա, դոկտոր ջան, ես օրինակ ուզում եմ ձեզնից խոսք վերցնել, որ դուք էլի եք գալու ինձ հյուր, ասեք ինչու։ Ինչու։ Նախ ես ձեզ պետք է համոզեմ, որ որովհետև մենք գրեթե չխոսեցինք դիմացոնոտային իրական խնդիրներից, որոնք Հայաստանում շատ են։ Ես իբրև խոսքի մասնագետ եմ դրանց հետ առնչվում, ինձնից սկսած, հա, եւ մենք հաճախ քողարկում ենք խնդիրը փոխարենը լուծելու։ Ափսոս ժամանակը սպառվեց ու մյուս անգամ ես շատ կուզենամ խոսենք հենց ձեր նեղ մասնագիտացումից ու ասենք նաև ինչ նորարարական մեթոդներ կան աշխարհում։ Մեծ սիրով։ Շնորհակալ եմ անչափ գալու համար։ Ես շնորհակալ հրավերի համար։ Դոկտոր ջան, Ռաֆիկ Շահպարոնյանն էր իմ հյուրը, դիմացոնոտային վիրաբույժ։ Դիմեք, գրեք, գտեք նրա Instagram-ը, հետևեք, տեսեք ինչ չորրորդային վիրահատություններ են անում աննորմալ։ Իսկ մենք կհանդիպենք արդեն ուղիղ եթերում, ձեզ լավ նայեք եւ զով մնացեք։